Ձեզ մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Հայկ Նահապետյանը, բարև ձեզ պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Մենք հետևում էինք զարգացումներին, 3 ողջ օրը տարբեր ուղղություններով քարոզարշավները շարունակվում են։ Ազգակործանը կամ հարբեցող ծաղրածուն գնացել էր Սիսիանի ուղղությամբ։ Այնտեղ է նաև Եղարքունիքում էր Ռոբերտ Քոչարյանը Հայաստան դաշինքը եւ Սամվել Կարապետյանի թիմը էլի այդպես Սյունիքի տարբեր տեղերով պատտվում էր, շատ ուշագրավ էր հետևել այդ ամենին։ Այսօր էլ ազգակործանը կամ հարբեցող ծաղրածուն, ինչպես ասում էր Ալիևը, Երևանով է պատտվում, հետաքրքիր էր, որ գնացել էր ուզում էր քարտով ստանալ մտնել մետրո, լավ ճիշտ նկատեց պարոն Նահապետյանը, փաստորեն այդ մետրո։ Ոնց եմ քեզանից զզվում, ասեց մետրոն եւ թույլ չտվեց։ Հայտնի, հիշում եք կարգին հաղորդման։ Այո։ Մերժում են, այս մարդուն ամենտեղ տեխնիկան մերժում են, մնացել են մարդկանց հույսին, որ ստիպելով, պարտադրելով գալիս են, բայց մենք գիտենք, որ այդ ստիպելով պարտադրված եկած մարդիկ վերջում հայտնվում են միայնակ ընտրության այդ պահին հայտնվում են միայնակ իրենք եւ իրենց խիղճ Աստված եւ վստահ եմ, որ ճիշտ ընտրություն կկատարեն։ Շատ խայտարակ, աղետաբեր հայտարարություններ է արել 3 բառից բուն իմաստով աղետաբեր, այն ինչ որ ժամանակին ասում էր Արցախի հետ կապված, ասել է Սյունիքում, մենք այդ ամեն ինչը կցուցադրենք, կլինի, բայց կարող ենք չէ՞ Մարիամիկ չէ՞ տո ցուցադրել, բայց մինչ այդ Շուշիի մասին է խոսել Սյունիքի, այո, եւ Շուշիի հետ կապված ինչ է հայտարարել, Արցախի հետ կապված ինչ է հայտարարել, չգիտեմ, այստեղից սկսենք թե Պուտինի հայտարարությունից սկսենք, պարոն Նահապետյան, լավ, եկեք հետևենք, տեսնենք թե հետո էլի կվերադառնանք։ Չէ, Շուշիի եւ Սյունիքի հետ կապված հայտարարություններ Հետո կվերադառնանք նորից էլի։ Այո, հետո կվերադառնանք։ Հայոց արժանապատվության միջնաբերդի 2018 Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձն է։ Եվ ես նախ եւ առաջ ուզում եմ բոլորի շնորհավորել այդ դարակազմի գերշրջադարձային հաղթանակի առիթ։ Ստոպ։ 2018 թվական տականքակույտը եկել է իշխանության, շնորհավորում է հայ ժողովրդին հաղթանակի արդիվ, իբրև թե այդ հաղթանակի կրողն է, այդ հաղթանակը մեր ուժն ու ամրությունը 2018 թվական։ Բայց Շուշիի ազատագրման 16-րդ չէ, 26-րդ դե ասեր։ 16 ասեց։ Այո, այդտեղ սխալ ասեց։ Եվ այսպես կոլաժի պես սարքել են, հետաքրքիր է։ Անցնում են տարիներ, ինչպես ասում է Ձախ Հարութը։ Դժբախտ, քաղաք է, մեզ պետք է Շուշի։ Եվ այո պետք է Ստոպ։ Դժբախտ եւ դժգույն պատերազմից հետո, երբ որ տականքը արդեն հանձնել էր Արցախի հանրապետության կեսից ավելի 70%-ը չէ մոտավորապես, ընդ որում մեծ մասը այդ հանձնված 44-օրյա պատերազմից հետո հանձնել է առանց մեկ կրակոց, ուղղակի նվիրաբերվել է թշնամուն Շուշիի հետ միասին եւ այնպիսի լկտիություն եւ սանձարձակություն, որ հայրենիքը հանձնելուց հետո գալիս եւ բղավում է, այդ գիտեք ինչու է այդպես անը, որտեւ այն տականքը որ գնաց կամ այն տականքը որ չգնաց ընտրության, այդ դուք եք իրեն ուժ, այս լրբությունը տվել, այս լկտիությունը տվել, այս սանձարձակությունը տվել, որ ինքը հանձնի, հանձնելուց հետո գա մոտավորապես ասի լավ է մարե, դա ոչ մի բանի պետք չէ, այդ հայրենիքը տենց տվել են։ Հիմա եկել է արդեն մեր օրեր, երբ որ դժգույն դժբախտ էր, հիմա տեսեք ինչ է ասում։ Ադրել, որ Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար։ Ալիևի կողմից ագրեսիվ պարվածքի մթնոլորտում խոսել փոխզիջման մասին։ Լսում եք, նույն տականքն է, երբ որ 3 չառաջ օր ասում է, դա ինչ դժբախտություն է եղել Ղարաբաղյան շարժումը, այս հիշում եք, հələ դեռ բանը Այս են հələ ընդդիմադիր Փաշինյաններ, չէ, ընդդիմադիր չէ, ինչ ռեկետանող, տես ձեռքի հետ խմբագիր։ Խմբագիր, մի քիչ խմբագիր, հա, դրամաշոր, մի քիչ խմբագիր, մի քիչ բան, այս այդ մարդն է, որ արդեն հաթաթա էր տալիս Ալիևին, ասում էր դու սա ես, այն հələ դեռ պետք էր խաբելու մոլորեսնել, խնդրեմ դիր։ Ինչ փողզիջում ասում է։ Ինչ տա։
Ոնց կարելի է։ Ահա։ Այս ասում այն տականքը, որ ինքը կապիտուլյացիա է ենթարկում, բայց հետ սա ուղղակի են մարդկանց համար, որ մտածում են, որ այս աղետը կոնկրետ իրենց տուն չի գալու, այն անպատասխանատու, ինչ ասեմ, այդ էլ է, այդ անպատասխանատվությունը, որ մենակ ընկած եք ձեր կենցաղով, այս են տականքի համար, էլի, որ մտածում եք, չէ, դա գալու է, ասենց մեր կողքով անցնելու է, գնալու է, ինչ է ասում հետո։ Մեկնաբանության հարցը, ես ինչ եմ նկատի ունեցի, դուք ինչ եք նկատի ունենում։ Չէ, հետո հիմա դիր թե ինչ է ասում, այն մյուս տեղում, հետո որ փոխում է խոսքը, մյուս, այս մի հատ էլ ունեինք։ Ահա։ Այս անձն է, ուղղակի նրանք, երեք ճիշտ ասեց Ռոբերտ Քոչարյանը, փաստորեն մեր ժողովուրդը, ես չգիտեմ, ուրիշ ժողովուրդներ են այսպես, պարոն Նահապետյան, ոչ թե կարճ, խայտառակ, կարճ հիշողություն ունի։ Մարդը 10 օր առաջ մի բան է ասում, հետո հիմա մեկ այլ բան է ասում, անցնում է մեկ ամիս մեկ ուրիշ բան է ասում, հիմա լսեք այստեղ ինչ է ասում։ Արցախը Հայաստան է եւ վեր։ Ստոպ, հիշում եք, չէ, պարոն Նահապետյան։ Հիշում ենք։ Այդ բանն էր, երբ որ ինքը ասում է Հայաստանն է եւ վերջ, այս դրելը չէ, որ հիմա Սյունիքն է ասում, էտա։ Հայաստանն է եւ վերջ, այսպիսի հայտարարություն է անում Ստեփանակերտում, դրանից առաջ էլ հիշում եք, ինքը այդ 18 թվականի իմիջիալոց իմ նողկանքը հենց այդ փուլում եկավ որ սիրում ենք ձեզ, առհասարակ մարդը որ տենց սիրո մասին հայրենիքի, սիրածյակը որ բղավում է էմոցիաներով, այդ արդեն սուտ ու այլանդակություն է, որտեվ ես չգիտեմ այդ զգայուն այդ բաների մասին տենց բղավում են այդպես, դուք լսել եք մի նորմալ մարդը սիրում են այլանդակ իրա, որտեվ երեք էլ այդ նողկալի բանն է մի այդ նույնա որ ասենք մարդ ասի քաղցած եմ, օրինակ քաղցած որ լինի կարող ասի, չէ, բղավի, քաղցած եմ, սիրո մասին ընդհանրապես չի դրսևորվում։ Չէ, այս մարդու պարագայում է դա, այդ էլ ասում, երեք արձա, միսա, ոչխարի, ասում են գարան, ոչխարի, դեղ ասում են որտեղի գարան, չեք տեսել է, ընդ որում գնացել է դրանից առաջ մի քանի հանդիպում է եղել, մի հարուկու ձեռք է բռնել, չգիտեմ ինչ է արել, որց կորնել հետո դնում է Սուրեն Պապիկյանի դիմա, տեսակ, ուտում, հետո սեզ որ կազմում, գարան, միզդոն, ձայնս էլ փոխվեց արդեն, բանի մեջ է գարան, այս որտեղի գարան, տեսնում եք ինձ ծաներ գործ անում ինքը, միսա գարան, ուտեմ գարան միսա, հիմա այդ նույն մարդը տենց ոնց որ ուտելու նկատմամբ է փաստորեն դե ոնց է տենց ուտելու էմոցիան որ գալիս եմ ուտեմ նույնն ենք ասում սիրում եմ հետո ուտում է այդպես հայրենիքն էլ էլի ոնց որ միսը չէ նույն բանն է նույն կերպ է չէ ասում նույն էմոցիայի տակ է մի հատ դրեք հեսա մի քիչ էլ կղժա հա Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի խնդրեմ տեսակ չէ քանի տարվա տարբերությամբ սիրում է մերն է տականքներ չմտածեք 1 մետր Արցախից կապիտուլյացիայի մասին չմտածեք եւ այս նույն սրիկան տեսեք ինչ է ասում տարիներ հետո միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում որովհետեւ Սյունիքը եղել է եւ կլինի Հայաստանի իմ խեղճ ու կրակ սյունեցիներ, իմ խեղճ ու կրակ ազգ, իմ ժողովուրդ, Աստված իմ, այս նույն սիրով, պարոն Նահապետյան, այն ինչ բղավում էր փաստորեն այս մարդը, Արցախ սյունեցիներ ջան, ինչ ասեմ, տեր կանգնեք, Արուշ, ոնց ասեմ, որ բոյիդ հասնի, որտեվ ամոթ է որ ասեմ ուղեղիդ, հիմա կվիրավորվեն, էլ ես ինչ է, բոյիդ, ոնց ասեմ, այդ երկարությանը հասնի նստած, ինչն է իր ծապ տալի, չի ուզում քո մասին խոսել, գիտես ինքան տահաճ է, ինչն է իր ծապ տալիս, որ բերել է գլխիդ վրա կանգնացրել է Թուրքին, հա, ինչ է, ասենք են Արսենյանի տղեն հասկացանք, միլիարդներ են աշխատում, մարդը խնդիր չունեն, ջանդամ թե ջերմուկի գլխին չի կանգնացրել, իրանց հյուրանոցի գլխին, գործարանի գլխին, հորտան գլխին, հայրական, պապենական հողերի գլխին, ինչն է, հիմա ասեց Սյունիքը, հասկացաք ինչ է պարոն Նահապետյան, մարդը Սյունիքը ասում է սիրում եմ, մերն է Սյունիքը, իսկ երբ որ Նիկոլն ասում է սիրում եմ, ու մերն է, թե ինչ է լինում, սիրելի հայրենակիցներ, Երևանում վերընկած անտարբեր, ես հատկապես են անտարբերների կամ թրքահպատակների, որ պատրաստվում են ընտրել եւ 1 միլիոն ադրբեջանցու, որովհետեւ ձեզ է թվում, որ պիտի 300,000-ով բավարարվեն։
300,000-ը կգա, հետևից արդեն կվերջանա այլ Հայաստան գոյություն չի ունենա։ Հասկանում եմ, բոյիդ հասնում է Արուշ։ Չեմ ասում, ամոթը ասեմ ուղեղիդ։ Բոյիդ հասա, նորմալ չէ որ ասեմ բոյիդ, պարոն Նահապետյան, թե ուրիշ ավելի խելոք բան խորհուրդ կտանք։ Նիկոլին իդեպ շատ հեշտ է հաշվել։ Վստահաբար եմ ասում, նման կարևոր հարցերում ինչ ասում է Փաշինյան Նիկոլը, պետք է հասկանալ ուղիղ հակառակը, տեղի ունենալ տրամագծային հակառակը։ Ահավասիկ էս մի քանի տեսանյութը, որ մենք նայեցինք նաև տրամագծային հակառակ իրողությունները, որ հայտնվել ենք մենք։ Հետաբար, երբ որ այո, ես այդ վտանգը տեսնում եմ Սյունիքի հետ կապված, երբ ասում է, իդեպ ասեմ Սյունիքը ինչպես է տալու։ Եթե կռվով չեն վերցնելու Հայաստանը, եկեք դնենք մի կողմ, հայ այդ տարբերակը արդեն ինքնին պարզ է։ Ուրեմն կա Միջանցք, այդ Տրամպի ուղին տրիպը, որը իբր ամերիկյան կազմակերպություն է հսկում։ Հետո այդ կազմակերպությունը իր ազդեցությունը հսկայական մեծացնելու է, եւ հետո այդ կազմակերպությունը պարզում է իր բաժնետոմսերը վաճառելու է, ասենք, այլ ընկերությունների։ Մեկ էլ պարզում է, որ այդ ընկերությունները դրանք թուրքական եւ ադրբեջանական ընկերություններ են։ Եվ հետո թուրքական ու ադրբեջանական ընկերությունները որպես տնտեսվարող սուբյեկտ այդ Միջանցքի հսկողության հետ կապված իրենց սահմանները մեծացնում են։ Օրինակ։ Եվ պահանջներ են դնում նաեւ Սյունիքի եւ հարակից շրջաններում Միջանցքի անխափան աշխատանքի հետ կապված։ Այսինքն ես ասում եմ, թե ինչպես կարելի է խաղաղ ձևով ուղղակի տարածքը վար։ Հետո մեկ է պարզում է, որ Սյունիք պիտի վերադառնան, ասենք 150,000 ադրբեջանցի։ Օրինակ, Սյունիք, հենց կոնկրետ Սյունիք են գալու։ Մի 150,000 պիտի գան Սևանի ավազան, ասենք իրանց նախկին բասագեչերը, Վարդենիսը։ Ասենք պիտի գան ապրեն արդյոք։ Եվ ոնց են ապրելու։ Եվ եթե որևիցե մեկին թվում է, որ սա հեքիաթ է, ես ուղղակի ուզում եմ նայել ժողովրդագրական վիճակը, կարծում եմ սրանից հետո մենք այդ զուգահեռները անպայման մեր հանդիպումներում տե ասենք, Աջարիայի վիճակը առանց թուրքերի մինչև 1991 թվականը եւ 1991 թվականից հետո Աջարիայում ինչա տեղ ունենում այսօր։ Ամբողջ Աջարիան օկուպացված է Թուրքիայի կողմից, թուրքական կապիտալ, թուրքական հատուկ ծառայություններ, թուրքական կրիմինալ, թուրքական հոգևորականներ, մզկիթներ, դպրոցներ, հոգևորական եւ վրացիները շատ տեղեր Աջարիայում անգամ իրավունք չունեն մտնելու։ Այսինքն Աջարիան լավագույն օրինակն է, թե ինչպես Հայաստանը կարելի է տարիների ընթացքում ուղղակի գրավել։ Ես կարծում եմ, որ պարոն Նահապետյան, դուք շատ լավատես եք։ Ես այդ լավագույն տարբերակ եմ ասում։ Շատ լավատես եք, որտեղ նախ Աջարիայում էգզիստենցիալ բան հարց չկա վրացիների իրանց մի համար, այդ հարցը չկա։ Իսկ մեզ համար կոնկրետ այդպիսի հարցի եւ խնդիրը դրված է, որովհետեւ մենք ցեղասպանված ժողովուրդ ենք եւ Թուրքիան, մենք բազմիցս խոսել ենք։ Թուրքիան հարց ունի, Թուրքիա պիտի չթողնի, որ այստեղ հայ մնա, որտեւ եթե հայ է մնում, ինչ որ մի պահից դառնում է դա միավոր Եվ այդ միավորը ինչ որ մի պահից խոսում է իր պատմական հայրենիքի մասին կամ իր թուրանական ծրագիրը խաթարում է։ Եթե այդ ձեր ասած պլանը ունի Թուրքիան, կարող է դա մի քանի պլան ունի, սենարներից մեկը դա է։ Արցախում հայություն ինչի՞ չհանդուրժեցին։ Մի հայ չեն հանդուրժել։ Իրանի սահմանի եւ Իրանի դեմ խնդիր կար։ Մի խնդիրը այստեղ է չեն հանդուրժելու, ոչ մի հայ այստեղ չի մնալու, այն որ Արցախահայություն կամ այն մյուս տեղերում, որ ասում էին ինչքան վատատես եւ չափազանցնում եք, հիմա գնացեք, խնդրում եմ Սյունիքի այդ արոտավայրերը փորձեք մշակել։ Արցախ չեմ ասում, Սյունիքի այդ արոտավայրերը, որ հանձնել է ինքը Թուրքին։ Գնացեք, այդ ծառեր, բան օգտվում եք, ջերմուկի բարձունքները փորձեք, այնպես որ ոչ մի հայ իրենք այստեղ հույս չունենաք, որ ձեզ համբալ են պահելու, որ մեզ թուրքերը համբալ են պահելու։ Ես ուղղակի ես գիտեք ինչի եմ ասում, ես խորը հիասթափություն ունեմ մեր ժողովրդից, որովհետև պարոն Նահապետյան չեմ հոգնելու, ես կարծում եմ թե համաձայն եք, եթե մի ժողովուրդ, մի մարդ ապրումակցում չունի, ինքը ավարտված մարդ է։ Եթե 21-ից հետո չի ունեցել եւ գնացել է սրա հետևից կամ չի գնացել ընտրության, ինքը ավարտված մարդ է։ Հիմա մեր ժողովուրդը 600,000 ընտրող ցույց տվեցին, որ այդպեսին է։ Ես ուղղակի իմ խղճի առաջ, ես միջև վերջ, միջև ընտրություն ասելու եմ, եթե ժողովուրդը այդպես, ես պարոն Նահապետյանն էլ այն միջալոց, չգիտեմ, պարոն Նահապետյանն էլ, ես իհարկե իր համբերատարություն ես չունեմ, որտեղ ինքը շատ ավելի փորձառու բան մարդ է, ավելի հավասարակշռված,
Չգիտեմ, պարոն Հապետյան, ես ինչ եմ ես։ Ընտրությունը մերն է, ես ուզում եմ ասել, որ այո, իշխանությունը եւ իշխանության տերերը, Թուրքիան, Ադրբեջանը, Բրիտանիան, Ֆրանսիան փորձելու են ամեն ինչ անել, որ Փաշինյանը վերարտադրվի։ Սա հասկանալի է, բա մենք ինչ պետք է անենք։ Էլիտաները մեր առաջին հերթին, մեր էլիտաները առաջին հերթին իրենց համախոհները, մեր ժողովրդի մի մասը եւ մյուս մասը, որը առ այսօր դեռևս մոլորությունների մեջ է, առանց անտրտունջ կերպով պետքա համոզել, բացատրել, ասել, հորդորել, մի քիչ ավելի խիստ երանգներով այդ հատվածը հետ խոսել, միգուցե շատ ավելի սիրով խոսել, ինչ որ ձևով այդ մարդկանց բանականությունը սրտին հասնել է պետք։ Փորձենք, որտեղ մեր ժողովուրդն է, այնուամենայնիվ օտար չի։ Եվ ամենակարևորը ես կարծում եմ, որ մենք այդքան ժամանակ չունենք։ Այսինքն, երբ որ ես աջրեի տարբերակ ասի, սա մեզ համար լավագույն տարբերակն է, եթե այդպես գնա։ Ես ավելի շուտ հակված եմ առավել իրատեսական եւ վատթարագույն տարբերակի եւ որի վերաբերյալ եթե մինչ այդ ասենք մի քանի տարի ես բարբերաբար դրա մասին ասում եի, այդ թվում նաեւ 23-ի Արցախի հայաթափումից հետո 23 թվին հիմա դրա մասին անթակույց առանց սեթևեթանքի շատ հանգիստ, շատ ավելի ոչ վիրավորական, ոչ վիրավորող բառերով, բայց շատ ավելի կոռեկտ եւ հստակ ասեց Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Մինչ այդ նա դրա պատասխանել կխնդրեի տայք, որ ասում է Արցախյան Ղարաբաղյան շարժումը, ինքան տհաճ այդ Ղարաբաղ բառը, որ ասում է Ղարաբաղյան շարժումը ավարտված է։ Չէ, որ ասում է ճակատագրական սխալ է եղել։ Այսինքն, սիրելի հայրենակիցներ, բոլոր տեսակի հաղթանակները հայրենիքը այդ ինքնին սխալ է, հաղթանակ ինքնին սխալ է։ Այս մարդը միայն ասում է, որ պետք է ազգը սատկի, մեռնի, չապրի, հայրենիք չունենա։ Ես չգիտեմ, եթե թուրքը կամենա համբալ պահել, հենց այդ բառն եմ ասելու։ Ուզում եք ես նաև ասեմ Փաշինյանը դրանից հետո ուրա հետ գնալու, այսինքն ինքը աշճանաբար հետա չէ գնում։ Գնալու է հասնի միջև Պապ Թագավոր եւ ասի Պապ Թագավորից հետո ինչ եղել, այդ բոլորը սխալ է եղել եւ միակ ճշմարիտը եւ ճշգրիտ եղել է Պապ Թագավորը, որ գործի շարունակող ինքն է, որպես Պապ Թագավորի նոր մարմնավորում, իդեպ ասեմ ձեզ։ Այսինքն իր մոտ ենթագիտակցորեն նաև այդ անստաց։ Չէ, մենակ հայ ժողովրդի թշնամին կարող այդպիսի բան ասել։ Հիմա դե թե ինչ որ մարդ կա, ինչ որ անասուն կա, որ մտածում է, որ այս փուլում ինչ որ հացա գողացե, ինչ որ մի քիչ բիզնես է անում, մի քիչ բան ասեք անասուն։ Եթե այդպես կա, ինչ ասես։ Այս մարդը կոնկրետ ասում է հայ լինելը սխալ է։ Հայ ծնվելը սխալ է, հայ լինելը սխալ է։ Ըստ էության մարդ լինելը սխալ է։ Մարդը առանց ազգության, առանց ինքնության, ինչ է պարոն Հապետյան։ Մարդը առանց ազգություն, ինքնություն, այդ նշանակում է նաև կորցնել հիշողություն։ Քաղաքագիտական տերմինով ինքը աշխարհ քաղաքացի է կոչվում, այսինքն չունի ինքնություն, չունի հայրենիք, բիոլոգիական տեսակ է, այսինքն կենթանի է, ուղղակի ասուն է, եւ իր համար կյանքի իմաստը ընդհանրապես իր մարմնի գրգիռներն են եւ իր եսը, իր էգոն, ուրիշ բան չկա։ Ծառայություն չկա, ոչ մի բան ինքը չի ծառայում, ինքը ծառայում է իր սեփական եսին, իր մարմնին եւ իր պարտքին։ Անկամ աշխարհի քաղաքացին, որ իրան հրճակում է աշխարհի քաղաքացի, որ երկրում ապրում, գնում է այն երկրում բնակիչ, հա, բայց այնտեղ բնակիչներ են։ Հիմա ինքը բացել է թշնամու առաջ դռները։ Ինքը թռնելու է, ինչ անենք։ Հա, դե ինքը։ Դա արդեն ձեր խնդրեմն է, մեր խնդրեմն է։ Ինքը գնալու է, մնացողների խնդրեմն է, հասկանում եք դուք։ Դե այդ եմ ուզում հասկանալ։ Հիմա սյունեցիները ինչ են մտա, Արարատի ժողովուրդը ինչ է մտածում։ Արարատ մտնելու են մի ժամից։ Մի ժամ հետո բերելու է, լցնելու է, որ ինքը ընտրվեց, մի շաբաթ հետո Տիգրանաշենը, նախ Տիգրանաշենը, այդ գյուղը իր ամբողջ գյուղնշանակության հողատարածքներով եւ տները, որտեղ մարդիկ ապրում են, մեծ մասը փախստականներ են Գետաշենից, Չարդախլուից, Բաքվից, ես վերջերս այնտեղ եղել եմ։ Բավականին քիչ բնակչություն կա, 6 աշակերտ դպրոցում, ցուցիչ է, չէ՞։ Բայց հետաքրքիր գիտեք որն է, որ այդ տարածքում ոչ հողերը գյուղնշանակության, որտեղ մարդիկ օգտագործում են սեփականության իրավունքով, ոչ իրանց տները, չունեն սեփականության վկայական։ Այսինքն կառավարության առընթեր կադաստրի պետական կոմիտեն չի տվել սեփականության վկայական, իսկ ինչ ասելա չտալ։ Կամ երբ են տալիս, երբ որ այդ տարածքը եւ սեփականությունը հանձնարարում է Հայաստանի Հանրապետության սեփականություն, չէ՞, եւ տարածքը, ինչու չեն տալիս։
Չեն տալիս, որտեվ այդ տարածքը առ այս պահ չի դիտվում որպես Հայաստանի Հանրապետության տարածք, այդքան բան։ Այդ տարածքը ինձ հետաքրքիր չի, պարոն Նահապետյան, եթե ինքը ընտրվում է եւ ադրբեջանցիները գալիս են, ինչ տարբերություն Տիգրան Աշեն, ինչ տարբերություն Մասի, մեր հարվածային ուղղությունը, մեր ամենախոցելի եւ հարվածային ուղղությունը, որտեղ Հայաստանը երկու մասի են բաժանում, ինձ հետաքրքիր է լինելու։ Դες վստահաբար եմ ասում։ Ես կոնը ինչ-ինչ տարածքային տիրապետում։ Դուք կարծում եք ինչ որ մի հատ ապահով անկյուն կա։ Չէ, ասում եմ առաջին հարվածային ուղղությունը ամենավտանգավորը դա է լինելու։ Տավուշում տվեց, չէ։ Սյունիքում այդ բաները հանձնել է դիրքերը, այստեղ այսինքն ինչ է նշանակում։ Ժամերի ընթացքում մի ժամ հետո հայտնվում են, ասենք թե մեքենաներով մի 100,000 ադրբեջանցի 100,000 չէ, բայց ինչ պաշտպանեն, պիտի դրա համար գլխավոր հրամանատար ասի պաշտպանի, գլխավոր հրամանատար ինքնահռչակ մարդը ասելու է, որ դռները բացիկ, որտեղ այդ մարդիկ պիտի գան։ Այդ մարդիկ գան որտեղ են ապրելու, պարոն Նահապետյան։ Որտեղ ցանկանան տիրոջ իրավունքով։ Քլեչը չէր եկել այստեղ ասում էր ես այստեղ զգում եմ ինչպես իմ տանը։ Դուք ասեցիք չէ որ երբեք թուրքերը պատահական չեն ասում։ Այնը արևելքի ժողովուրդը եւ արևելքի քաղաքագետները դիվանագիտական կորպուսը ընդհանրապես դիվանագետները պատահական բան չեն ասում, բայց արևելքինը առավել եւս ամեն բառի տակ հսկայական իմաստներ է դրվում, հսկայական։ Օրինակ, մի օրինակ բերեմ, անգամ արևմուտք, այսպես չասեմ արևելք, հա, Ռուսաստանը եւ արևելքը եւ արևմուտք։ Եկի նախագահ հրավիրում է Պուտինը հրավիրում է Էրդողանին, հանդիպման վայրն են եւ մի բարձավանդակ բանի վրա այդպես մի քանդակ է դրված, փոքր քանդակ։ Ասենք ինչ քանդակ է, այսինքն այդ քանդակը ինչ որ բան ասում է, բարձում է։ Քանդակը Նիկոլայ առաջին այս տարածքների հիմնականում ազատագրող եւ ռուսական կայսրությանը միացնողը։ Պատական չէ, այսինքն մեսիջը որն է։ Ինքը շարունակողն է այս տարածաշրջանում Նիկոլայ առաջինի քաղաքականությանը, վերջ։ Իհարկե, երբ որ քլեչը, ընդ որում քլեչը սկզբունքորեն ոչ մեզ էր ասում, այդ ներքին սպառման համար էլ չէր։ Ոչ էլ իշխանություններն էր ասում, ինքը ասում էր Մակրոնին, ասում էր տեղը դիմացի, եթե քեզ թվում է, որ այս տարածքի տերը դու ես եկել ես տիրոջ իրանքով ֆրֆռում ես, այս տարածքը մերն է։ Ինքը Մակրոնն էր ասում։ Սա է իմ տունը եւ ոչ թե քո տունը։ Դու ոնց եկել ես, դից է գնալու ես։ Իսկ մենք ստեղ ենք։ Մենք ստեղ ենք Ադրբեջանով, մենք ստեղ ենք հարևանությամբ, մենք ստեղ ենք փակ սահմաններով, մենք ստեղ ենք Հայաստանի հետ տնտեսական համագործակցության բազմաթիվ թելերով եւ մենք ստեղ ենք մեր պատմական հիշողությամբ, երբ որ մենք ստեղ ենք Ֆրանսիան ուր էր, օրինակ ասենք, հա։ Թուրքիան էս է։ Եվ մենք հասկանանք Թուրքիայի եւ Ադրբեջանի նպատակները Հայաստանի հանդեպ որն է։ Վստահաբար այս տարածքը կուլ տալու ասում եմ լավագույն ձև աջարական տարբերակն է, երկար, բայց հետո վերջին հաշվով ձուլելու են եւ այլն, այսինքն ինչպես ասում են, լույսերը կարող սանջատել վերջինը օդանավականը եւ դուռը փակել։ Ավելի արագ տարբերակ, ես հակված եմ ավելի արագ տարբերակին։ Ավելի արագ տարբերակը մենք ստեղ չունենք, ընդհանրապես չունենք։ Եվ երբ որ հիմա կարող ենք արդեն Ռուսաստանի նախագահի հետ ասացին։ Այո, եւ Ալիևի երկու հայտարարությունները այս ընթացքում որ ասել է այսօր այսպես կոչված եվրոպացի դիտորդները դեռևս ենթադրաբար հերթապահություն են իրականացնում Ադրբեջան-Հայաստան սահմանին։ Ես ասել եմ, Ալիևն ասում, որ եթե մենք մեր կրակոց արձակենք, նրանցից ոչ մի հետք չի մնա։ Տեսեք ոնց է հեգնում։ Մի կրակոցով այդ ամբողջ բանակը փախտելու է։ Նիկոլի ղեկավարած բանակը։ Այդ որ դուք տենց ձեզանից գո իբրև թե եվրոպացի եկան, իմիջիայլոց անցած հաղորդման ժամանակ պարոն Նահապետյանի հետ հիշատակեցինք Բորիս Ջոնսոնին, որ իր խոսքում 2-3 անգամ նշել էր Պուտինը, որ արդեն հասել էին պայմանավորվածության, որ պիտի դադարեցնեն սկսած պատերազմը Ուկրաինա պիտի դադարեցնեին, բայց այն ժամանակվա էլի մի հատ այնպես բան բոնժ էլի փողոցից եկած հիպի այդ հայվանը որ թույլ չտվեց որ դա կանգնեցնեն եւ ստորագրեն 3 առաջ օրը Պուտինը որ խոսում էր ամսինին ինչ ասեց հիշեց նաեւ այն ձեր սիրելի Մակրոնի որ Խոսրով Հարությունյանը շատ ճիշտ նկատեց ասեց մենք երբևէ այսպիսի հակահայ Ֆրանսիայի առաջնորդ կամ ղեկավար նախագահ չենք ունեցել ինքը Մակրոնը հակահայ է եւ դա ոչ մի կապ եւ աղերս չունի Ֆրանսիա պետության եւ Ֆրանսիայի ժողովրդի հետ 11% մաքսիմում Չէ, վարկանիշ ունեցող մարդու մասին է։ Իմիջիայլոց 3 առաջ օրը Պուտինը ուրիշ բան էլ ասեց, որ երբ որ իրենք արդեն հայտնվել են Կրեմլում,
պատրաստ է եղել ստորագրել հենց այդ պահին, գիտեք ով թույլ չի տվել, ով է խաբել եւ մոլորեցրել ուկրաինացիներին, նույն ինքը Մակրոնը, եւ այսօր Մակրոնը կարծում եք խղճի խայտ ունի, որ 1.5 միլիոն, ես ռուսների մասին չեմ խոսում, դրանով ոգևորված է թե ինչ, 1.5 միլիոն ուկրաինացի զոհվել են եւ տարածքի 20-30%-ի մասին է խոսքը, որ չկա եւ մնացածն է քանի կտոր է լինելու, կարծում եք խղճի խայտ ունի Մակրոնը Այդ մի խղճի խայտ ունի, որ Արցախը տարավ ցեղասպանության, Բորիս Ջոնսոնը խղճի խայտ ունի, եւ դուք կարծում եք, որ վաղը 1 ամսից, եթե հանկարծ սա մնա, ադրբեջանցիներն եկան, այն ինչ որ արեցին Արցախում անեն, խղճի խայտ է ունենալու Մակրոնը, էլի իր ակլորավարի ինչ որ մի բան է դուրս տալու։ Ինչ պիտի ասի, ինչա, Արցախից հետո ինչա դուրս տալիս, Ուկրաինայից հետո ինչա դուրս տա։ Երեք չառաջ օրը հիշեց նորից Պուտինը, ասեց ամեն ինչ պատրաստ, ստորագրում ենք, Մակրոնը թույլ չտվեց ուկրաինացիներին, ինչ որ բաներ համոզեց եւ հետա պահել իրենց։ Ոնց որ սրանց հիմա էլ ինքը անում է մեր ժողովրդին է խափում։ Հիմա խափում այն ժամանակ Ուկրաինայի իշխանությանն է խափել մոլորեցրել, նա էլ իր ժողովրդին։ Հիմա էլ խափում եւ մոլորեցնում են հայ ժողովրդին։ Ես չգիտեմ, այսքանից հետո պարոն Ապետյան արժե էլի ոնց բացատրել, էլի որ դա պետք է բացատրել։ Մեր ժողովուրդը դե հիմա ցավոք սրտի մերնա, բայց հա։ Հիմա տեսեք դուք եք ուժ տալիս Ալիևին, որ ինքը մեզ սենց ստորացնի։ Մի կրակոցով ասում է սահմանը կդատարկվի։ Ալիևս ասում։ Այո, հետո խոսում է Բայրամովն է խոսում։ Սա էլ ասում է, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն ռևանշիստական Հայաստան։ Ուրեմն նա ով ասում է, հիմա պարոն Ապետյանն ասում է, ես հայրենիք ունեմ։ Ես ասում եմ Արցախն ու Հայաստանը իմ հայրենիքն է, Հայաստանը իմ հայրենիքն է։ Մյուսը ասում է, ուրեմն մենք ինչ ենք։ Ռևանշիստ։ Վերջացավ։ Այդ նույն լոգիկայով տրամաբանությամբ օրինակ մի 2 օր առաջ Վականին Բարձրաստիճան չինովնիկ Ադրբեջանից իրենց պատմական անցյալն է քչփորել եւ ասել է, որ Դերբենտը կրկին անգամ Դերբենտը դա ադրբեջանական հող է եւ հայրենիք է։ Հիմա ռուսները ասենք, հիմա այդ մարդիկ տենց են զգում, իսկ Դերբենտը երբ է եղել ոչ ադրբեջանական ազերիների իշխանության ներքո, Սեֆյանների շահերի իշխանության ներքո 1502-1736 թիվ։ Ընդ որում այս Հայաստանը եւս եղել է այդ կայսրության մաս։ Արևը դրա համար ասում ես ամբողջ Հայաստանը իմ հայրենիքն է։ Իսկ իրենք եթե Սեֆյանների իրավական ժառանգորդն իսկ իրենք այդպես են ներկայացնում, որ իրականություն չի, որտեղ Սեֆյանների ժամանակ Իրանի մայրաքաղաքը եղել է Սպահան ու Թավրիզը ոչ Բաքուն, հա։ Հիմա եթե գանք իսկ Մի հատ էս մարդու ուտելը ցույց տանք Մի հատ շատ ավելի զվարճալի բան կար պարոն Ապետյանի մոտ, բայց դա ցույց չենք տա, իրար կփոխանցենք, այդ բանի տեսարանը ինչով է, այսինքն ինքը ուտելը ձայնով սկզբից դիր, ահա, ցեղանա տեսել։ Թող պարոն Ապետյանը մեկնաբանի։ Չէ, սկիզբը ավելի բան էր։ Vamos corrupte ենք։ Չէ, բայց դրանից առաջ էր ասում գառը։ Չէ, ինչ համով է։ Դες ոնց է պատուակի լծված խաշած, հա։ Մեջ ինչ է գցել։ Ոչ ոնց է։ Ո՞վ մեջ ինչ է գցել ո՞վ։ Ուրիշ ոչ բան, հաստատ։ Հա վերջը լավ, այս մարդու համար երկու բան կա, մեկը այդ որ ոսկորոծակ է, ոնց որ ասում են ժողովուրդը, ուտելն է չի կշտանում, Որ կա մոլություն է այդ կոչվում։ Մոլություն է այսինքն։ Եվ երկրորդը ինքը ինձ թվում է մտքով անվերջ բանտում է։ Դրա համար է բոլորին ուզում նստացնի, քանի որ ասենք այն պայքարող մարդկանց մի 100-200 հոգու նստացրեց չի հանգստացել, հիմա որոշել է ողջ ազգին, ուզում է ամբողջ ազգը, ինչ որ երևի ստորացրել են, ինչ որ բան արել, հա, բանտում ինքը, ասում են ինչ որ բան արել, բան։ Եթե տնտեսական մասում է քնել, այդ ինչ որ բանի մասին նշանակում է։ Խցում չի եղել, էլի խցում խնդիրներ ա ունեցել։ Ամենայն հավանականությամբ դա համար տնտեսական մասում է քնել։ Լավ, ինչևէ, այստեղ մի կարևոր դրվագ, ես ինչ եմ ուզում նկատել, հիշում եք ինքը հանուն եկեղեցու հավատի Քրիստոսի քրիստոնեության ինչ պայքար էր սկսել։ Իհարկե պայքար բառը ճակերտների մեջ առնենք։ Ցանկացած քրիստոնյա մարդ, երբ կերակուր է դրված սեղանին, առաջին բանը ուտելուց առաջ նախ գոհությունը հայտնում Աստծուն այդ տված կերակուրի համար։ Որովից այդտեղ դուք երբևիցե լսել եք, որ սնվելուց առաջ Փաշինյանը այդ կարճ աղոտ քանի Տիրոջը, չէ, հիմա լսեք, չէ, լավ, ատում է։
աղոթքը անի, այդ գոյությունը հայտնի, չէ, եղբայր, այդ պահին նա ստամոքսն աշխատում։ Ստամոքսը ընդհանրապես որգրամոլություն է, իսկապես սա ոչ այդքան քաղցի մասն է խոսում, որ անդադին ուզում է։ Ինքը աչքը, այն ծակ-աչքը որ ասում են, հա, այդպես է։ Լավ, հիմա Եվ երեք իր այս որ ասում է սա վատ է, հիմա Շուշիներ էսպես գորշ, հիմա ասում էր սիրում եմ, հետո ասեց գորշու կեղտոտա տվեց, Արցախ սիրում եմ, գորշու կեղտոտա տվեց, այդ տարածքները Տավուշ Գեղարքունիք սիրում եմ, դու գորշու կեղտոտա տվեց, հիմա Սյունիքն է ասել, այս բանն է։ Մի լավ օրինակ բերեց Ռոբերտ Քոչարյանը, եթե ավելի այսպես պատկերավոր ասենք, այս մարդը հանգամանքի բերումով, որտեղ թշնամին տեսել է, ազգի տականքին գտել է, երկու հրաշալի հանրապետություն է ստացել Ռոբերտ Քոչարյանի ներկայացնում, ասում ոնց որ մեկին մի հատ հրաշալի տուն տաս, ասեն ինչ որ խնդիրներ կա, կոսմետիկ ինչ որ բան պիտի անես, այս մարդը վերցնի ու բան անում, խփում է Սյունը մեկը քանդվում է, հետո Աննասունի նման գնում է մի պատին խփում կա, հետո վերջում է տունը փուլա գալի, ասում է, այդ գիտեք ով էր մեղավոր, ով որ այդ տունը սարքել էր։ Հիմա ինքն է, այսինքն երկու հրաշալի հանրապետություն հայ ժողովուրդը կերտել է, հաղթանակ կերտել է, 1000 տարում վերջապես հաղթանակ է կերտել, Արցախահայությունը մեր անվտանգությունը, իմ ձեր բոլորի Արցախահայությունը առաջին հերթին, ճիշտ է թե չէ, առաջին հերթին Արցախահայությունը իրենց երեխաներով, իրենց ընտանիքով, որտեղ այդ որ գալիս պայթում էր, առաջին իրանց գլխին էր պայթում եւ առաջին իրանց բալաներն ու իրանց զինվորներն ու իրանց ամուսիններն ու իրանց տղաներն են եղել։ Պահել են հիմա եկել, ասում է ոնց, քանդել է, ավիրել է, պայթացրել, ասում է հետո ես չեմ մեղավոր, պետք է չնեին։ Այս հայ ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետությունը չէ, բայց այն որ դուք մտածում եք, որ ձեր տները մնալու են, Մասիսում ապրողներ, Երևանում ապրողներ, հանդիպելու ենք, չէ՞։ Դուք չարաչար սխալվում եք, չարաչար գրեք միտեղ, հետո չասեք, որ մեզ չզգուշացրեցին։ Չարաչար, եթե դուք չգնաք ընտրության կամ գնաք ընտրության եւ էլի իրեն շարունակեք ձեր այն ողորմելի, չգիտեմ, այդ մարդիկ կան, չէ՞, ինչ որ բաներ են ստացել այս փուլում, կամ այն աբիժնիկության վրեժը ձեր լուծեք, գնաք եւ ձայն տակ այս մարդուն։ Եվ Պուտինը խոսեց, եւ կարևոր է, եկեք այսպես, հա, ես կարծում եմ, այնքան կարևոր է, որ բայց ես զարմանս ինձ այդ գնահատականները առանձնապես ես գոնե տեղեկատվական հոսքերին հետևում եմ մասնագիտորեն եւ արագ տենց առանձնապես տենց եւ ցանկանայի որ ընդդիմությունը անկախ նրանից որ ուժի ներկայացուցիչն է իսկապես ինքը կարեւոր է եւ հասկանա թե իրականում ինչ է ասվել է որ շատ արագ պետք է որոշվի Հայաստանի ժողովուրդը այս տարածքում ապրող երկի քաղաքացիները իրենք Եվրամիության հետ են թե ԵԱՏՄ-ում Այսինքն ավելի առարկայական ասեմ, Եվրամիություն ասելով Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, թե ԵԱՏՄ-ն էլ Ռուսաստան։ Եկեք այսպես, այսինքն ընտրությունը եւ ասում են թող ժողովուրդը հանրակրվեով որոշի։ Ընդ որում ասեմ ձեզ, այդ հանրակրվեն 7 տարի հետևում չի։ Դա հունիսի 7-ն է, հունիսի 7, երբ որ գնում ես ընտատեղամաս, ինքը արդեն հանրակրվի է։ Դու գնում ես ձայն ես տալիս, այսինքն ինչ ասում Ռուսաստան նախագահ, ասում են եթե Փաշինյան Նիկոլը վերընտրվեց, այսինքն ժողովուրդը եթե իրեն ձայն տվեց։ Հանրակրվեով նշանակում է, որ Հայաստանը գնում է դեպի ուր։ Եվրամիություն։ Եվ հետաբար չի ունենա այն, մենք ասում ենք սիրով ենք բաժանելու, պատերազմ չի լինելու, արյուն չեմ տապելու, հեղաշրջումներ չի լինելու, բայց այն ինչ Փաշինյան-Պուտին հանդիպան ժամանակ Ռուսաստան նախագահ ասեց, թե ինչ արտոնություններից է օգտվում, ինչ շահ ունի Հայաստանը տնտեսական առումով, հիշում եք գազի գնից սկսած տնտեսվարողին սուբյեկտներ եւ այլն։ Այս բոլոր արտոնություններից շատ բնական է Հայաստանը զրկվելու է։ Ուղղակի ռուս եւ չզարմանանք, երբ որ ինքը Ռուսաստանը քայլեր անի եւ երկաթուղի հետ կապված, եւ հեծի հետ կապված, եւ ատոմականի հետ կապված, եւ գազի գնի հետ կապված, եւ Հայաստանի գյուղմթերքի արտադրության շուկաների հետ կապված։ Սա տնտեսական մասում ինքը ուղղակի Բազան սահմանապահ ինքն է հանելու, եթե մեզ թվում է, որ ինքը երբ որ ասեց սիրով, չէ, բաժանվենք, կոպիտ, ասեց ես չեմ խոչընդոտի, եթե Հայաստանի քաղաքացին հայ ժողովուրդը չի ուզում իմ հետ, հարգելիս գնացեք Եվրոպայի հետ, այդ դեպքում իմ հետ չլինել, նշանակում է չլինել նաև ես, հիմա շարունակությունը ինչ կարող է լինել, ամենայն հավանականությամբ, Հայաստանից որքան միգրանտ կա, որ աշխատում է Ռուսաստանում, միլիոն, կես միլիոն Այդ բոլորը ինչպես ասում են շատ արագ ճամպրուկները վերցնում են հայդա Հայաստան։
Հաջորդը ինչքան տրանսֆեր է գալիս։ Բյուջեի ահռելի բաժին տրանսֆեր մեր հայրենակիցների աշխատանքն է, որը մտնում է Հայաստան, գումարի տեսքով։ Չի լինելու։ Ավելին ասեմ, հայությունը, որը Ռուսաստան վաղականին կայացած միավոր է, ինչպես կայացած էր մինչև 2008 թվականին վրացիներ։ Հիշում եք, ինչ եղավ Հարավային Օսեթիայի վրա հարձակումից հետո։ Ես ինձ ընկերներս պատմել են, ասենք, ես նույնիսկ ահասարսուր։ Ասում եմ, փողոցում տեսնում էր ոստիկանը, հարցնում էր. «Թուխ է, ամենայն հավանականությամբ Կովկասից է, ենթադրենք, վրացի է», միանգամից մեկն ասում էր, «Լավ, ես բան եմ էլի, տուն չէ, ասում էր, չէ, մեքենա ինքնաթիռ Վրաստան, մեքենա ինքնաթիռ Վրաստան»։ Հետո հայություն, ընդ որում Վրաստանը բավականին լուրջ կշիռ ունեցող նաև որպես միավոր ներկայացված է Ռուսաստանում։ Այդ լուրջ կշիռը միանգամից զրոյացվեց միանգամից տնտեսվարող սուբյեկտների ղեկավարների, որոնք վրացի են ազգության, որով այո Ռուսաստան պետության համար եւ այլն ծառայել էին անում են, ասում են չէ, սա ձերը չի։ Ո՞վ է ձեր մոտ ընկերը ռուս, սա է ձեր կամպանիոնը, ամբողջ Իրանն եք տալիս, դուք էլ ուղղակի ձեր ժամանակա տրվում հավաքվում գնում եք։ Եթե մեզ թվում է հեքիաթների դաշտից է քիչ, ես ասում սխալվում եք։ Ռուսաստանի նախագահ ժամկետ ասեց, դա մինչև հունիսի 7-ն է, այսինքն մեր ժողովուրդը, քաղաքական ուժերը հիմա նոր կարմիր գիծ է։ Մենք Ռուսաստանի հետ պատերազմող Եվրոպա, ՆԱՏՕ-ի հետ ենք, թե Ռուսաստանի։ Սա հստակ ասել։ Նորից եմ կրկնում, երբ որ ինքը ասեց հանրակրվե, չի նշանակում, որ հանրակրվե գործընթաց լինի։ Հունիսի 7 ինքը արդեն հանրակրվե է։ Քո ընտրությամբ արդեն դու, եթե Փաշինյանին ես տալիս վերընտրվելով, դու արդեն հանրակրվեով տվել ես, այստեղ Եվրոպան, Եվրամիություն, ՆԱՏՕ։ Վերջ, մնացածը Ռուսաստան նախագահ նորից եմ կրկնում, ասեց սիրով ենք բաժանվելու։ Ասում եմ ես իմ ճամփրուկները կապելու եմ բոլոր առումներով։ Այո, տնտեսապես ինչ-որ վնաս, կորուստ կարող է ունենա։ Իմ համար ողբերգական չի լինի։ Եվ գնալու են այդ մարդիկ։ Զորքով, սահմանապահով, տնտեսությամբ, ես չեմ ասում վախացնելու համար։ Հիմա եկեք մի պահ տեսականորեն նայենք, իրեն գնացել են։ Այդ վակուումով ա լցնելու։ Ինձ հետաքրքիր է օրինակ։ Անվտանգային վակուումով ա լցնելու։ Ադրբեջան ասել է Ալենը։ Ալենը շատ ճիշտ եք ասում, Ալենը ասել է մեր անվտանգության երաշխավորով է, Ադրբեջանը։ Իհարկե։ Մեր դահիճը։ Իհարկե Ադրբեջանն է լրացնելու, թուրքական բանակով չէ, բայց հրամկազմը լինելու է թուրքական բանակ, շարքային մասը լինելու է Ադրբեջանում։ Տնտեսությունը ինչ է, ամբողջովին տրվելու է ում Թուրքիային։ Գազը փականով ադրբեջանական պիտի մտնի այստեղ, որ պահին ինչ որ մի բան դու այնպես չարեցիր առայժմ այդ փականը շատ արագ աշխատելու է, փակվելու է։ Եվ էս հեքիաթ չի, սա զավեշ չի, սա մղձավանջ չի, վատ երազ չի, սա այն իրականությունն է, որ հունիսի 7-ից հետո, երբ Փաշինյանը վերընտրվեց, մենք կանգնելու ենք այդ փաստի առաջ։ Օրինակ այո, այստեղ կան տնտեսվարող սուբյեկտներ, ունևորներ, չեմ ասում օլիգարխներ, մարդիկ, որոնք աշխատանքով ինչ-որ կապիտալ դիզել են, հիմնականում ամենայն հավանականությամբ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններով, այնտեղ տնտեսվարող սուբյեկտներով, այնտեղի հայության հետ կապերով եւ այլն։ Այս ամենից զրկվելու են եւ այնտեղի հայերը, եւ այստեղի հայերը։ Այսինքն Ռուսաստանը, որը գոյութենական պատերազմի մեջ է արևմուտքի հետ, կոնկրետ արևմուտքի գլոբալիստական թևի, առարկայացնենք, հա, այն է, երեք պետության անում միշտ տանք, Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա։ Ամերիկան մի պահ դնում ենք այնքան, որ տեսօր մրցակցություն կա, ԱՄՆ-ի եւ ին նշած երեք պետությունների միջեւ։ Հիմա եթե Հայաստանի ընտրությունը Ռուսաստանի հետ պատերազմող այդ բլոկի հետ է, Ուկրաինայի տարածքում, Ռուսաստանի վերաբերմունքը նույնն է լինելու։ Ավելին ասեմ, Ռուսաստան նախագահը նաեւ ուղղակիորեն ասեց, թե ինչ կարող է սպասվել Հայաստանում, երբ որ իրենք դուրս գան։ Ասեց Ուկրաինան էլ սկսեց Եվրամիություն մտնելու գործընթացից։ Մի նախադասություն, որը նշանակում է եւ հիմա Ուկրաինան որտեղ է։ Այսինքն նաեւ այդ արդեն մեզ է զգուշացնում, ասում, եթե Հայաստանը գնում է այդ ճանապարհով, ապա Հայաստանը գործիք է դառնում արևմուտքի ձեռքին մեր դիմաց, այնպես ինչպես Ուկրաինան դարձեցին գործիք։ Դրանից բխող այն իրողությունները, որի մեջ այսօր Ուկրաինան կա։ Ուզում եմ ասել, որ Հայաստանը եւս մտնում է այդ ընթացքի մեջ։ Պատկերացնում եք, ինչքան է մեզ նվաստացրել, ինչ բանի մեջ է պահում, մեզ ինչ ասեմ, կործանող, կոտորող, գրավող Ադրբեջանի նախագահը հոխորտում է, ստորացնում է, չէ՞, այդ նույն գագաթնաժողովի ժամանակ վերջին խոսքերը ասում է, եվրոպացիների վրա մոտ է թափ տալիս այսպես նվաստացնելով,
Այն մարդը, որ մեր տարածքը տարել է, մի հատ էլ ասում բերել եմ, ես մնացած ամբողջ Հայաստանի իմն է։ Այնտեղ նստած կապիկ էս անասունը նրա այդ կապիկի հետ միասին, չգիտեմ, ողջագուրվում ընդունում է, որ չի էլ հրաժարվում, այդ այն մարդն է, որ ֆոսֆորային զենքը մատակարարել է, չէ, Ուկրաինան, Զելենսկին։ Հա 5000 զոհ կամ 10000-ի մասին են 3000 զոհ հայրենիքի կորուս, եւ այս բոլորի հետ հավաքվել է մեր ազգին կործանող, կոտորող, այս բոլորի հետ հավաքվել է եւ իր արևին ստորացնում է, իր արևին այն երկրի նախագահին, որ առնվազն կանգնեցրել է պատերազմը եւ նոյեմբերի 9-ը ստորագրել, որով պիտի մեզ մնար մեր հայրենիքի կեսը գոնե, ճիշտ է։ Օրինակ ադրբեջանական զորքերը այդ ժամանակ մտնում են Սյունիք, հետաքե ո՞նց չմտան։ Քո դահիճի քեզ փրթող, սպանող, մասնատող, մորթող, չգիտեմ, ինչա, ֆոսֆորի տակ այրող, թշնամու հետ գրկախ առնվում, ընդունում է, զվարճանում, ուրախանում, երջանկանում է եւ միասին ստորացնում են նրան, ով քեզ պաշտպանել է այդ փուլում։ Այս ստորացման ձևն էլ գտան Զելենսկուն հրավիրելով թշնամուն, այո, եւ Զելենսկուն ցույց տալով։ Չի Ալիևին խոսք տալ նորից ստորացնի, Զելենսկուն բերել դա անի, Մակրոնին բերել, որ Արցախը ծախեց իր այդ մասին, այդ ժողովրդին տարավ ցեղասպանության ոչ մի մաչար։ Մակրոնը Ֆրանսիայի ժողովրդին էլ է դավաճանել, որտեղ իր խորհրդարանի ընդունել է մի բան, որին դեմ է ինքը գնացել։ Հիմա որ խոսենք չմտածեք, որ Ֆրանսիայի ժողովուրդը մեզ թշնամի ենք ընկալում։ Վարչակազմի մասին։ Այդ մարդը իր ժողովուրդն Ռոթշիլդների կողմից նշանակած վարչակազմը։ Ուզում եք դուք դրանից հետո հայ ժողովուրդը ուզում է դրանից հետո բանը ինքը լավ, ինքը ապրի, ինքը բանը լավ ապրի, չի լինում այդպիսի բան։ Որտեղ մենակ արդար ու ճիշտ բան է որ։ Իդեպ մի եւս դիտարկում, երբ Ալիևը խոսում էր այդ հավաքի ժամանակ, այստեղ հերավար մատեր թափ տալիս Եվրոպայի վրա։ Իսկ գիտեք ինչի համար։ Այդ նույնն էր, որ երբ որ քլիչը ասեց, եկել եմ, ինձ զգում եմ ինչպես իմ տանը։ Այսինքն Ադրբեջանն ու Թուրքիան չեն հանդուրժում որից է մեկի, որը Հայաստանը դիտում է Իրանը։ Ֆրանսիան հայտա չեն ներկայացել որպես Իրանը։ Ադրբեջանը ու Թուրքիան ասում են, «Էս մերն է»։ Ով ասում որ Ֆրանսիայինա կամ Եվրոպայինա, մերն է, մերը։ Եվ այդտեղից բխում է հետևյալ հայ չի ներկայացրել Ֆրանսիան կոնկրետ Մակրոնը իմիտացիա է անում հայ ժողովրդին մոլորեցնելու համար։ Իմիտացիա է ընդամենը։ Ինքը չգիտի որ չի, ոչ թափը կների, ոչ ուժը, ոչ կամքը։ Ինքը չգիտի, ոչ էլ իրենց պլաններում կա ընդհանրապես գալի Հայաստանը պաշտպանել։ Ինքը շատ լավ գիտի։ Իմիտացիա է անում ուղղակի։ Իմիտացիան եւս հայտ է մարդկանց խաբելու։ Մարդիկ հիմա ասում են, Ֆրանսիան մեզ կպաշտպանի։ Հա, այնպես ինչպես 1921 թվականին պաշտպանեց։ Չէ, չասենք 2000։ Հա, այդ նախ ես հետ եմ գնում։ Կիլիկայի հայություն 400,000, 5 տարի Ֆրանսիայի պրոտեկտորատի տակ հայությունը եւ մի օրվա մեջ Ֆրանսիայի կառավարությունը որոշեց իրեն շահերից ելնելով Հայաստանը, Կիլիկայի Հայաստանը 400,000 համարվում Լիբանանը հիմա ո՞նց է պաշտպանում Եվ հանձնեց Թուրքիային։ Հիմա Լիբանանը ո՞նց է պաշտպանում։ Դե այնպես ինչպես որ ամբողջ հարավը ռուսերեն տերմին կա զինվորական կոչվում է վժնե զիմլի, այսինքն ամեն ինչ ավերում, այ Իսրայելի քաղաքականությունը որն է, ամեն ինչ անմարտաբնակ տարած, ամայացնում է, որ հետո իրանք են գալու։ Հետո վերաբնակները գալու են այդ տարած։ Ցեղասպանությունը ո՞նց է լինում։ Դե հիմա պոզոպոչո չի լինում, այդպես է լինում։ Եվ հետաբար այս իմիտացիան, որն անում է, որը մեզ որպես պատրանք օրվա իշխանությունները ներկայացնում են որպես մեզ պաշտպան։ Չի իրականում իմիտացիա է։ Եվ հիմա ինձ հետաքրքիր է, ասենք Ռուսաստանը, երբ որ ես նոր եմ ասում, մեզ տրված է մինչև նոյեմբերի 7-ը մտածելու, դատելու, գնահատելու եւ ընտրություն կատարելու։ Ռուսաստան նախագահ 3 կետեր ասում։ 3, հա, ամսի 9-ին։ 3 չարաշնորհը։ Սա էր ասում, որ հարակվեն, այսինքն մեր ժողովուրդը պիտի ընտրի ԵԱՏՄ-ի Ռուսաստանի հետ է անվտանգային, տնտեսական, կոմունիկացիոն, քաղաքակրթական, իսկ այդ հանդիպան ժամանակ Ռուսաստան նախագահ թվարկում էր, չէ՞, Փաշինյանի հետ, ինքը ասում էր ինչով ենք մենք կապված իրար հետ։ Եվ այդ ամեն ինչը մենք հիմա փորձում ենք փոխարինել պատրանքներով, մի մարդու ասած հեքիաթներով եւ վերացական պատրանքներով։ Ես ասել եմ ցավոք սրտի այդպես է, էլի, երկու անձ, երբ որ պայմանավորում ինչ որ գործի շուրջ մեկը մեկին խաբում է, կամ այսպես հա, ժարգոնային ասած գցում է։ Գցողը կամ խափողը ինքը սրիկա է, բայց երբ որ երկրորդ անգամ է, այդ նույն անձը խափվողը գործ բռնում, իրեն խափողի հետ երկրորդ անգամ է խափվում, այստեղ արդեն խնդրեմը խափողի մեջ չի, խափվողի մեջ է։ Խափվողը հիմար է, ես ուրիշ բան չունեմ ասում։ Չէ, կարող է տականք է լինել։ Տականք, խափողը խափված մարդը կարող է տականք, տենց տականք է ինքը։ Ես եթե խափվում ես։ Տականք է, որովհետև ամեն օր կրկնում ենք, չէ, եթե մարդը ապրումակցում չունի,
Եթե այս ամբողջ դժբախտությունը մեր երկրի գլխին, այդքան մարդկանց ընտանիքների գլխին եկել է, ինքը ապրումակցում չունի, ինքը տականք է, ինքը մտածում է այս պահին իր նեղ շահը։ Շատ ինքը տականք է, Նժդեհի ասած ազգի տականքն է։ Հիմա անհարմար է ասես, ով որ գնալու է տեսակետևից կամ չի գնալու ընտրության, ազգի տականքն է։ Ինչի մասն է խոսքը։ Ինչու, որովհետև այդ մարդը սահմանադրության գլխավոր գերագույն հրամանատար լինելով կորցրել ենք մեր հայրենիքի մեծ մասը, մեր ժողովրդի մի մասը գնացել է ցեղասպանության է ենթարկվել, տնազրկվել է, հայրենազրկվել է, եւ եթե դու այդ ապրումակցումը չունես, լավ, դեբիլ ես, չես հասկանում, որ հիմա քո հետ լինելու է։ Չէ՞ մի բան է դեբիլ լինելը, ես կամից հետո չեմ կարծում էլի այդքան դեբիլ են։ Ոչ, ուղղակի տականք են, դա իրենց չի հուզում եւ իրենք առաջնորդվում են իրենց նեղ անձնական շահով, այս պահին ինչ եմ թռցնում, քաղաքապետարանում աշխատում եմ, մի բան թռցնում եմ, չէ՞, լավ է, նախարարությունում աշխատում ես ունեմ, չէ՞, տես լիքը ծանոթ եմ, մի բան թռցնում եմ, լավ է, օգտվում եմ, չգիտեմ որտեղ աշխատում եմ, մի բան թռցնում եմ, լավ է, էսա, բիզնեսս ինչ որ մի հատ բան չնաս, այնպես ռեկետ անում բիզնեսի գլխին էս միլիարդերները, էս նորաթուղ, ասում են լավ է, էսա, չասենք որ միայն դեբիլ են, էլի, սա այստեղ կոնկրետ տականքի մասին է խոսքը, եթե այսքան բանից հետո մարդիկ որոշել են, որ պիտի գնան կամ անտարբերությունը, հիմա ուզում եք գնացեք բժիշկների միջավայր, գնացել է ես վերջերս, մեծ մասը անտարբեր, նույն տականքն է, չէ, ինքը որ որևէ ապրումակցում չունի այդ հայրենիք կորցրածի, հələ այնքան որ դեբիլա չի հասկանում իր հետ ինչ է կատարվելու, դա մի կողմից, մյուս կողմից էլ որ ապրումակցում ու կարեկցանք, սիրտ չունի, սիրտ, ամենակարևոր, սիրտը խիղճ չունի։ Քանի որ ես այդպես եմ գնահատում, որ իսկապես չեմ ասում պայման, մեծ հաշվով նաև պայման ա դրվել։ Այո, 2 օր առաջ Ռուսաստան նախագահը մեր երկրի քաղաքացիներին ընտրության համար պայման դրեց, ասեց, ընտրությունն եք, դա արագ պիտի արվի, այսինքն արագ դա մի քանի տարի հետո չի լինելու։ Դա այսօր 11-ն է։ Այսինքն 20 քանի օր ա մնացել։ 27 օր, 26 օր, 26 օր հետո մեր ժողովուրդը ընտրություն է կատարելու, ինքը որտեղ է։ Եվ ելնելով այդ իրողությունից, այդ ընտրությունից, ես կոնկրետ եւ այդ առաջարկից Ռուսաստան նախագահի ես այսպեսի մի առաջարկ եմ անում։ Մեր քաղաքական ուժերը ընդդիմադիր, բնական է այդ ներքին մրցակցությունը կա, հասկանալի է, բայց ավելի վեր խնդիր կա, այսինքն մեր այստեղ լինելու կամ չլինելու խնդիրն է։ Եվ ըստ այդմ ես կարծում եմ, որ այն ինչ որ բացի Նիկոլին հերացման, իշխանությունից հերացման ընդհանուր հայտարարը կա, հա, ասենք մի շարք քաղաքական ուժերի, դա կա։ Ես օրինակ առաջարկում եմ այդ ուժերի կողմից, միգուցե ես եւ իմ ընկերները նախաձեռնենք, կարող է նախաձեռնենք այսպեսի մի գործընթաց, այսինքն մենք վերցնում ենք մի շարք կարևոր իրողություններ, որտեղ ամենայն հավանականությամբ ընդդիմադիր դաշտը, որը ներդրված չի կառույց ընդդիմադիր դաշտում, իսկ այդպիսիները կան, որպես ընդդիմադիր են խաղում, բայց իրականում ներդրված են, եւ այդտեղ էլ կբացահայտվի ովքեր են ներդրված, այսպեսի առաջարկ, օրինակ, վերաբերմունքը Ղարաբաղյան շարժման, վերաբերմունքը Արցախից մեր հայրենակիցների հետ վերադարձի իրավունքի վերականգնման, վերաբերմունքը ցեղասպանության ճանաչման եւ հետևանքների վերացման, վերաբերմունքը մեր ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունների զարգացման եւ խորացման, վերաբերմունքը հայ առաքելական եկեղեցու բացառիկությունը եւ Սամարության վերապահված իրավունքների ինքը ասել է ինչ անելու հայ առակ Նիկոլն ասել է ինչ անելու ես միտքս ավարտեմ անջլա եւ վերաբերմունքը մեր հոգեվորականության նկատմամբ սա ես կարծում եմ ասում եմ բաներ որտեղ ամենայն հավանականությամբ ընդդիմադիր դաշտի բոլոր ներկայացուցիչները ովքեր այսօր հայտ են ներկայացել հա ընտրապայքարում մասնակցում են իրենք ունեն նույնական գնահատական եթե ունեն նույնական գնահատական ապա ինչու այդ բոլորը այս իմ նշած միգուցե իրենք էլ ավելացնեն, չգիտեմ, այս թեմայի շուրջ չստեղծել որպես միացյալ մեկ ճակատ։ Վերջին հաշվով այսօր կռիվը ոչ այդքան Փաշինյանն հեռացնելն է, որքան 100%-ով երաշխավորված հեռացումն է։ Առանցին ես թող պայքարի մեջ առանցին լինեն, խնդիր չունեմ, այդպես էլ լինելու է, այդպես էլ կա։ Բայց
մեր ժողովուրդը իրեն նաև կոնսոլիդացված հասկանա, որ այս 10, 12, 14 ենթադրենք ուժերը, որտեղ նաև իրենք ներքին առումով մրցակից են, հա, պատգամավորների, տեխնացուների եւ այլնի համար, բայց նույնականին այս հարցերում վերջին հաշվով իսկապես այն ինչի մասին ես նոր ասեցի, այդ կետերը 3-4 ուժեր ասենք, որտեղ մնացածը Նիկոլի դրած եւս մի կապ չունի, այստեղ իդեպ շատ արագ կբացահայտվի, ինքը չի միանա, այստեղ ասում կամ Արամ Սարգսյանը, այստեղ տեսեք դուք, այսինքն Աշանաբես Շիրինյանը կամ Խուրշուդ Եսիմինչ կա, այսինքն դրանք թողում ենք, որ մեր ժողովրդի համար կարմիր գիծը այսպես նաեւ քաշվում է, ովքեր են իսկապես այստեղ, հա, օրինակ ես կարծում եմ Արման Թաթոյանը կմիանա ինքն դաշտի շի։ Դե ասենք հասկացանք, Ծառուկյան, Թաթոյան, Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան։ Կան, կմիանան։ Ես չեմ կարծում, առնվազն մի 5-6 ուժ են կողմ լինելու։ Հետաքրքիր բան, այս Արման Բաբաջանյանն է, թե Բաբաջան Արմանյանը, ինչ է, չգիտեմ։ Այս մարդը, դե գիտեք, որ ամբողջությամբ բան է, ծառայում է Նիկոլին, այս թրքահապատակը ինչ է ասել իր քարոզարշավի ժամանակ, ասում է ոչ վիլայետացմանը, ոչ գուբերնիային։ Ինչ եք խոսում, փաստորեն Նիկոլը վիլայետ է դարձնում, հա? Այս նոր հասկ, այս ինչ տրյուկներ է։ Մեր բառամթերքով է խոսում։ Ինչ է նշանակում սա։ Այս նոր 20 օր է մնացել, ուրեմն ամբողջությամբ ծառայում է դրան, իր գունավոր բոլոր եսի մինչերով, ալիքներով։ Դա գիտեք ինչ, ասեմ։ Հիմա Նիկոլ, դու ինչ է կատարում։ Իր էջով էլ անդամ ասեմ, սա հետաքրքիր է, այդ իրոք։ Արման Բաբաջյանը այստեղ ներկայանում է ԱՄՆ շահերի սպասարկող անձ, որտեղ վերջին հաշվով վիլայեթացում դա բրիտանա-թուրքական թուրանն է, ճիշտ է։ Այսինքն դա եվրոպական մասի գլոբալիստների մոտեցումն է, չէ՞, վիլայեթացումը։ Գուբերնիան Ռուսաստանն է, չէ՞։ Այդ երկուսին դեմ ով է։ Միացյալ Նահանգները, վստահաբար։ Միացյալ Նահանգները չի ուզում Հայաստանը դառնա Ռուսաստանի մաս, այդ գուբերնիա իմաստ է դա, ոչ էլ բրիտանա-թուրքական պրոյեկտի մաս։ Ամերիկան ասում է ես եմ ստեղծող եւ այդ երբ որ Տրամպի ուղի է այստեղ տրիպը ստեղծվեց Ամերիկան հայտ ներկայացեց Բրիտանիային այստեղից դուրս տնելու Արման Բաբաջանյանը այդտեղ ներկայանում է որպես Միացյալ Նահանգների շահերի սպասարկող ձեզ վստահաբար եմ ասում ոչ թուրքական պրոթուրքական օրինակ Արամ Զավենի Սարգսյանը ինքը պրոթուրքական է բարձր եմ ասում Թուրանի պրոյեկտի մեջ է Փաշինյան Նիկոլը ինքը պրոթուրքական պրոյեկտի մեջ է, որի մեջ նաև Ֆրանսիան է, որի մեջ Բրիտանիան է, հա։ Եվ հետաբար նրանք ովքեր որ պրոթուրքական պրոյեկտի մեջ են, դա մի բան է, բայց նրանք ովքեր որ Ամերիկայի շահերի սպասարկման են, իրենց ձեր չի տալիս որ այստեղ Հայաստանը դառնա վիլայետ եւ Հայաստանը դառնա գուբերնիա, ըստ Արման Բաբաջանյանի։ Ես կարծում այդ միայն Արման Բաբաջանյանը այդպես չի մտածում, կտեսնենք շուտով այս թեզը հետաքրքիր բան ասցի, ես չէի նկատել, որ երբ էս երկորն է ասել, հա։ Որ կարծում եմ այս դրոշի տակ ոչ վիլայեթացմանը, ոչ գուբերնիա դառնալը։ Բայց շարունակում է իր էջով լավ ռեկլամ անել Նիկոլին, լուսաբանել։ Դե հա, իհարկե հասկանալի է, որտեղ պարտավորությունների դաշտում է, բայց այնուամենայնիվ Նիկոլին ասում է, դու խաղում ես այս դաշտում, ես խաղում եմ ամերիկյան դաշտում, որտեղ ինչու ժամանակին իդեպ այդ անձի մասին կենտրոնական հետախուզական վարչության հետ որպես ազդեցության գործակալ տվյալներ էին նաև լրացել, ոչ միայն իրեն, այդ թվում նաև իրեն։ Եվ հետաբար արձանագրենք պարզ ճշմարտություններ։ Հունիսի 7-ը մեր երկրի պետականության մեր ժողովրդի մեր այստեղ լինելու ընտրության օր է։ Սա սովորական ընտրություն չի։ Ավելին ասեմ, սա նույնիսկ ավելի լուրջ ընտրության օր է վտանգի առումով, քան 91 թվականի անկախության հանրաքվեն։ Այն որ տառերն ասում եմ մի ադիր այդ այո։ Իմիջիալոց մենք տեսանք միջև դա, սա ցուցադրել պետք չեն տառերը որ ասում դա, բան, բայց մեկը արժանապատիվ հայեր կան, մոտենում է հիմա Երևանում է պատտում Պարոն Ապետյան, այնտեղ մոտեցել է ասում է թոշակը 2 ամսով բարձրացրել են ոչինչ, բայց շարունակությունը չի ասում էլի որ հետագա 5 տարվա ծրագրում չկա թոշակի հարց, այդ չկա, ասենք խափել է այս բանով կամ ասում է առողջապահական չգիտեմ ինչ չի ասում որ դա հետագա ծրագրում չկա էլի, ես մի ամսով ինձ պետքա որ քեզ խափեմ, մեկ ասեց էս ինձ պետք չի։ Ինձ ամբողջական հայրենիքն ապեք, բայց երեք մի հատ հետաքրքիր բան էր, ես էլ իմ մոտ գրեցի, դե այնուամենայնիվ հələ դեռ 20 օր ունի որ դի իշխանության մնաս, հարց տվեցի, ասում եմ կարողա իսկապես այդ սունկը, մի հատ ինչ որ այն անգամ անցած անգամ խոսեցինք, չէ՞, սենկի մասին ուրբաթ օրը պարոն Ապետյան, ես չգիտեի դե որ ասեցին որ
այդ սնկից հալյուցինացիաների մեջ են ընկնում, մի տոննա էլ բերել է։ Միևնույն է, ես մնում եմ այն կարծիքի, որ Սամվել Կարապետյանը պատահական բան չէր ասի։ Վստահ եմ, որ այդպիսի մարդիկ լուրջ ինֆորմացիա ունեն։ Հիմա ես ճիշտ ասած անհանգստացած գրեցի, ասի կարող է իսկապես կամ հալյուցինացիա է կամ գժվել է, չգիտեմ, ինչ-որ մի բան կատարվում է։ Դուք սիրելի հետևորդներ, նայեք։ Դատորները, լսողները լինեն մեզ։ Այո, խնդրեմ։ A H A R T A R Ş A V Հաղ շա Մի հատ է դիր, տեսը հասկանամ ինչ ան։ H A R T A Են բանը լավ են, անջատի, հիշում եք են կինոյի մեջ ուր ասում է այ պեմ քիմ թա եսա թոշե բանի թոդո ոնց էր այդ որ հա դեր թոդիկի հա թորիկին and you Բայց ասեմ ձեզ, որ այստեղ նախ մեր այբուբենը այսպես չեն արտասանում, նախ սա երևում է, որ տարական դասարաններում իջևանում լավ չի անցել։ Այո, դե հիմա եթե ասում ես, այդպես պիտի ասում։ Դե հիմա։ Բայց ինչ ասում, խառն ասում, Հ, B, D, Z, G, այս նար այս ինչ աղյուսակա։ Իդեպ ասեմ, սա ինքը, նայեք, նույնիսկ հիմա, նայեք, իր նկատմամբ այստեղ։ Ինչ ասա։ Հիմա լսեք, հարցին պատասխանում եմ։ Խոցելի է, չէ՞ ինչ որ խոսում է։ Այսինքն մենք որոշակի գնահատական ենք տալիս նաև մեզ լսողները, բայց կարևորը նրանք ովքեր որ իր քարոզությունը կազմակերպում են, կարող որ թեման իր անվան շուրջ պտտվի, հակաքարոզությունը եւս քարոզություն է։ Հիմա առավոտից իրիկում Փաշտյան Նիկոլ անուն ազգանունն է պտտվում, լուրջ եմ ասում։ Սա եւս քարոզություն է։ Այսինքն ինքը պատրաստ է ցանկացած բան անել միայն իր մասին խոսեն։ Չէ՞ այդպես է։ Սա քարոզչական հնարք է։ Հիմա անում է այդ մարդը անում է։ Նաև այդ սնունդի հետ կապված։ Այսինքն առավոտից երեկոմ զանգվածային լրատվամիջոցները, փորձագետները, խմբագիրները պետք է իր մասին խոսեն։ Ես ասեմ, որ կոնկրետ հայլին մյուս լրատվամիջոցների համար չեմ կարող ասել, բացարձակ բանը չենք։ Հիմա բացառություններով դնում ենք այն կողմ։ Ուզում եմ ասել, որ նման արարք արվում են, բուն, այո։ Բուն նպատակը իր մասին խոսելն է։ Վատ ես խոսում, լավ ես խոսում, դա էական չի։ Կարևորը իր ազգանունը պտտվի։ Այս առումով Սամվել Կարապետյանը ինչ լավ է մտե պայքարի մեջ, ուղղակի սենց զվարճանում է այդ մարդու վրա։ Ես կարծում եմ լավ ձև է, տես լավ, զվարճանում է բոլոր առումներով, ասում է թմբուկն էլ կտամ, այն թմբուկի որ խփում են էլ կտամ, բայց արդեն ընտրություն ինք իր գլխին կխփի, թե թմբուկին կխփի, ճիշտ է ասում Սամվել Կարապետյանը, հետո չի կարող որոշի։ Ասենք համ թմբուկը տա պարոն Ահապետյան, համ այդ փայտը տա ամել ասի որտեղ խփի, հիմա կարող այդ մարդը վերցնում է, ինք իրա գլխին է խփում։ Հիմա այստեղ մեկը հարցնում է, իմիջիալից արդեն տարբեր տեղեր Երևանում, ասում է, այդ սաղ մի հատ հայրենիք չարժի տարեն կողմ։ Այդ շատ լավ պատասխան տվեց, այդ մեր քաղաքացին։ Չէ, ծաղկավաճառն էր, մենակ ինքը չի, ես էլ երկրորդ այո։ Այսինքն այն ինչ որ թվարկում է իբր քաղաքացին տվել է, ասում դա մի հայրենիք չարժի։ Այ ծաղրացու արփեցողին հայրենիք ծաղրում։ Այս շատ կարևոր լավ ճիշտ շեշտադրում է, երբ որ սովորական շարքային քաղաքացին, որը քաղաքագետ չի, փորձագետ չի, բայց զգում է, որ նյութականը չես կարող փոխարինել հայրենիքով։ Նյութական այսօր կորուստ կունենաս, վաղ այդ կորուստը հետ կբերես, բայց հայրենիքը որ կորցեցի, հետո ոնց ես ես։ Հիմա էլ գնացել է Մակրոնը, հիմա էլ Քենիայում է։ Այո, Քենիայում է վազում։ Այս Բրիջիտը ինչ որ ասելա դա մի բան արի, որ ես ընկել այս խելագարը։ Չէ, ես կարծում եմ, ոնց որ ես մեր ընկել էր հեծանի։ Մի վարքան էս, չէ, Մակրոնը կոնկրետ ասեմ։ Ուրեմն աֆրիկական մի քանի պետությունից Ֆրանսիան տանում էր իր ուրանի պաշարի մեծ մասը։ Տեսեք ինչ լավ է քաղաքացին, ասում է դե մի վախեցի Ալիևից, մի վախեցեք ասում է Ալիևին, հանգիստ ասեք դուրս արի մեր ջերմուկից, բա? Քաղաքացին ասում, և ինչա պատասխանում? Կարևոր չի, մի բան ասենք, չէ, հետաքրքիր մի հատ մուտիլովկա կանի, իրանման մի բան, կասի կգնա, ասինքն տեսնում եք, որ քաղաքացին ասում է դե որը տենց լավն է, խաղաղություն է, եղբայրություն է, բայց միջև այս կնոջը հարցնել օրինակ Արսենյանն ու իր որդին, մարզպետա, համայնքապետա, չգիտեմ ինչա, բա թող ասեր, բա այսքան լավն ես դու, այդքան ժողովուրդ տարար այդ վայքում լցրեցիր, որ ազգակործանին դիմավորեն, ասել, այ սիրուն տղա, այ լավ տղա, այ ոսկորածակ, աշկացակ տղա, այ երկիր ծախող տղա, բա մի հատ այդ քո եղբայր Ալիևին ասա, թող այս բարձունքից այս ջերմուկի, այս սարերի վրա եկի կանգնել եմ, դե թող գնա։ Դե ասեք Ես այսպիսի ինքնասպանության գնացող, չնայած իրանք արդեն ուրիշ տեղ են միլիարդներ ստեղծի, ասում են դե ոչինչ,
Էդ էլ այսքան անհայրենիք տականք։ Լավ, էս մի փոքր երկում կարա՞ էս մի փոքր երկիր այդքան անհայրենիք տականք ունենա, պարոն Նահապետյան։ Լավ, հայկական բարձրավանդակը ձեր կարծիքով մենք ինչու կորցրեցինք հիմնականում։ Չէ, որ ցանկացած ուզում էր այս խաշմերուկին տերուտնորներ, դա բնական է ընդունում։ Ալթայից դուրս եկած խաշնարած թուրքական ցեղեր ուզում էին գալ դեպի կենտրոնական Ասիա, լինել ծովերի խաշմերուկին, մտածում եմ ջերմուկում բիզնես ունեմ, չգիտեմ ես ինչ տեղը բիզնես ունեմ, հիմա այդ կտանք թուրքերին, Երևանին է կպահեմ կամ չէ, Երևանին ով է քեզ թողելու որ մնա։ Հələ գնացեք Արցախ հարցրեք։ Այդ որ այն օրը խոսում ենք, ասում են Երևանում տաները թանկացել է, սիրելիներս Արցախում էլ էր թանկացել եւ այդ գիտեք ինչից էր, որտեղ բացարձակ իրականության գնահատելու կարողություն ընդունակություն։ Ես ուրեմն ես ասեմ ձեզ կոնկրետ Թուրքիան ըստ իս Հայաստանի տարածքի 2/3-ը գրիչի մի հարվածով վերցնելու է։ Երբ Ռուսաստանը ամբողջովին դուրս գա այստեղից, Թուրքիան Հայաստանին առաջարկելու է երկու պետությունների միջև իրականացնել սահմանագծում եւ սահմանազատում։ Ասեմ դες։ Տեսեք, մեկը գրում է, ասում է իմ ընկերուհին աշխատում է մանկապարտեզում, կոնկրետ հրահանգ եղել, դե մի հատ կհամարցակվեք, Սամվել Կարապետյանի ձայն չտակ կհանեք։ Ասենք ով է իմանալու, ինքը Սամվել Կարապետյանի ձայնը տվեց, թե չէ, ինչ պետք է անել։ Դե ասեն նկարեք, այնտեղ չի կարելի նկարել, ոնց։ Դե հեքիաթ է։ Թող գնան ազատ, ինչ հիմարություն։ Ինչ ապուշություն, իբր թե բան, տես վախեցացեք, որ ինչ անեք։ Վախենում եք այդ 100,000 աշխատավարձը կորցնել եւ ամեն ինչն է կորցնելու։ Մի ամսից ամեն ինչն է կոր։ Իբր թե բան է, էլի։ Իրանց վախեցրել են։ Անժելա Արցախում հետևում վախ չի, հետևում դժոխք էլ չի։ Անժելա Արցախում օրինակ մեր հայրենակիցները նյութապես այդքան էլ վատ չէին, չէ՞։ Մինչեւ 2018 թվականը։ Հիմա կան այնտեղ Արցախում հայություն կա։ Ինչ կապ ունի նյութականը, մի մեքենա ունես, թե 3 մեքենա ունես, թե ամսական $10,000 եկամուտ, ուր են։ Ես հիմա միտքս այնուամենայնիվ ավարտեմ, ասում եմ, Թուրքիան Հայաստանի տարածքի 2/3-ին մի գրիչի հարվածով է տեր կանգնելու, ինչպես երբ ռուսական զորքերը, ռուսական ներկայությունը ամբողջովին դուրս տրվեն, ընդրում հանելու է Ռուսաստանը։ Ասում ձեզ, այն ինչ որ Պուտինը 2 օր առաջ ասեց, ես եմ հանելու, եթե հարակվեն, նորից եմ կրկնում, ես նաև հորդորում եմ ընդդիմադիր դաշտի փորձագիտական շրջանակների եւ այլն իրանք անպայման 24 ժամվա ռեժիմով մեր ժողովրդին բացատրեն վտանգը, որտեղ նոր կարմիր գիծ է քաշվել։ Ռուսաստանը ասում է, այդ հարակվեն մեծ հաշվով, հունիսի 7-ն է, հունիսի 7-ին հարակվի ալնելու։ Մարդիկ զարթնենք, ասի բազան հանել եմ։ Հա, ասենք դուրս են գալիս։ Եվ իրենք են դուրս գալիս։ Ինքը ասեց, մենք ենք սիրո բաժանում, չէ՞։ Դե սիրո բաժանում ինքը հանում է։ Հիմա ասեմ ինչ ասելու Թուրքիան, Հայաստանն ասելու է մենք երկու պետություն պիտի սահմանագծենք, սահմանազատենք։ Վերջին մեր պայմանագրով երկու պետությունների միջև Հայաստանի եւ Թուրքիայի միջև պայմանագիրը կնքվել է 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլի կամ Ալեկպոլի պայմանագրով մոտ 10,000 քառակուսի կիլոմետր Թուրքիան է ասելու։ Եվ ասեն դες Հայաստանը մի բուրա դառնալու, բայց Ալիևը ժամանակ Ալիևը Էրդողանն ասելու հարգելիս, բայց վերջին հաշվով այն 10,000-ն էլ իմն է, էլի։ Բայց մեզ 300,000 մարդ որտեղ են բերում բնակեցնել։ Չես մենք մտածում ենք հեքիաթ է, այդպես մտածում են նաև շատերը Արցախի հետ կապված, չէ՞, երբ որ մենք այդ վտանգների մասին 24 ժամվա ռեժիմով բարձրաձայնում ենք, ասում ենք, հորդորում ենք եւ այստեղ եւ Արցախում։ Մարդիկ չէին հավատում։ Ռուսներն էլ մտածում են վերջին պահին ռուսը մեզ կփրկի, վստահեցնում եմ ձեզ։ Էլի ատում են ռուսներին, ռուս արեց, բայց մեկը իրանց հույսը ուշքում մեկը վերջին պահին մի բան կանեն, մի բան կա իրանք հանգիստ նստա, մի բան կա, բա ում վրա, կարող եկամ դեբիլ են չեն հասկանում, որ Մակրոնը մեկը չէ, բայց ինչու ռուսը պիտի անի, ինչու պիտի անի ռուսը, կարող եք ինձ ասել։ Ցանկացածի հարցրեք, ատում են վերջին խոսքերը ասում են, բայց իրանց հոգու խորքում մտածում են ռուսը իրանց փրկելու է։ Ոչ բանը չի փրկելու։ Իներցիա է, մտածում են դե իներցիա վեսքան տարի, իրա տարածքա, էս են մտածում, բայց պետք եղած ժամանակ վերջին խոսքը ասեն։ Իդեպ Ռուսաստան նախագահը երբ ասեց ժողովրդի պահ, չէ, հանրակվեն։ Այսինքն եթե ժողովրդը սխալ ընտրություն է կատարում, ինքը սկզբունքորեն խնդիր չունի փրկելու։ Եվ սա է լինելու վերջը։ Ուստի եւ ես նորից եմ ասում, վտանգը իսկապես շատ մեծ է։ Հունիսի 7-ին մեր ֆիզիկապես այստեղ լինել չլինելու խնդրի մասին է։ Եվ դրա մասին, այդ ու նաեւ Ռուսաստանի սիրով բաժանվելու մասին մեր քաղաքական ընդդիմադիր դաշտի եւ ներկայացուցիչները եւ փորձագետները ուզում մեր ժողովրդին պարբերաբար դրա մասին բարձրաձայնեն, ասեն, համոզեն, հորդորեն, ոսի մարդիկ գնան ընտրության նախ, հետո ճիշտ ընտրություն կատարեն։ Էս ինչ սրամիտ է գրում են, քանի որ հաղթարշավ բառը Սամվել Կարապետյանը սխալ է ասել, բա պղնձամոլիբդենային ով էր ճիշտ ասել։ Հա?
Չէր կարողանում իր արևին էլ բան տարերը բառակապակցություն կարողանում է իրար կապի։ Լավ, Այնպես չի։ Եվ սենց ասում եմ մենք բա հիմա ինչ անենք, սենց հարցնում են էլի, այս կամից հետո գնանք ում ընտրենք, այսինքն ես չգիտեմ ինչ ասեմ։ Այսինքն ես անցած անգամ ասեցի։ Նիկոլին ու Նիկոլի Արբանյակներին չես ընտրում, մնացածին ում ուզում ես ընտրի։ Ես օրինակ շատ կոնկրետ կա, 3 ուժ կա, այդ 3-ին գնացեք ընտրեք, հա։ Եթե ավելի առարկայական ասեմ։ Հա, չէ, մեկն ասում է, բայց կամ ավերագից հետո Արցախն էլ էր ավերած, ռմբակոծությունից հետո բան այնտեղ մեռած քաղաքի էր վերածվել, մարդիկ մենակ ապրում էին նկուղներում։ Չվերականգնեց Ռոբերտ Քոչարյանը, անհարմար մի զգացեք, ընդունեք։ Անհարմար մի զգացեք, գիտեմ, այնց հհշտն ձեր մեջ մտցրել է, ուժեղ մտցրել է։ Այդ Արցախը Արցախյան հակակո ուժեղ մտցրել, հետո էլի ուժեղ մտցրել են, բան արեք էլի, ես գիտեմ մակերեսային միջակ մարդիկ անց համար նորից մտածել ուղեղը լվալը թարմացնելը դժվար բան է։ Թարմացեք, մի ամաչեք։ Կամ էլ ընդունեք, որ միջակ թերի զարգացած մակերեսային մարդիկ եք մի բանի տակ եք մնացել։ Հետո էլ եկավ մի ամաչեք։ Այդ ձեր բարեկեցությունը ինքն է բերել։ Այն որ ասես, բա գնանք Իտալիա հանգստանանք, թե եսին որտեղ, այդ ինքն է բերել այդ բարեկեցությունը, որտեղ մոմիկների ու սառնամանիքի մեջ էիք մտնում։ Այնց որ այդ մարդը կա, դերասանություն մի արեք, իբր թե չգիտեք ում պիտի ընտրեք։ Ես օրինակ կարծում եմ մեկ ուրիշը իր փոխարեն չերել մասնակցի կոստր, եթե ես կամից հետո չեք գնահատում, Աստված ձեր հետ, հələ լավա որ այդքան պատասխանատվությունն է Ռոբերտ Քոչարյանը, մի հատ լսեք էլի, պայքարի մեջ ա մտե, մի հատ իր խոսքը լսեք, իրան լսեք, մի հատ իսկապես էլի մի հատ համեմատեք էլի, եթե ես մի քիչ ուղեղ ունեք։ Եվ մեկ էլ որ մակերեսային մարդիկ չեք մնացել ձեր տակ, ձեր դեբիլ մտքերի տակ, քարոզի տակ։ Էլ չեմ ասում կամ զուգահեռ մի հատ բանը, Սամվել Կարապետյանը լավ անում տենց է խոսում, շատ լավ է անում։ Այդ էս պրիմիտիվ պարզունակ դեբիլների համար լավ է անում։ Շատ ճիշտ, ատվետը պատասխանը տալիս է Նիկոլի, տես չի։ Շատ պարզունակ, պարզ բառերով, պարզունակ չէ, պարզ բառերով, մաչելի բառերով ձերք առնում կամ պատասխանը տալիս է Նիկոլի, ասում է հիմա պետք է իրանք նոր գան ձեզ ապացուցեն որ գործանող են 13 միլիարդ ունեցող մարդը աշխարհի տարբեր տեղերում ստեղծել է հայրենիք ա բերել 1 միլիարդ պետք է նոր ապացուցի է ժողովրդի որ արարող է հա երկու հանրապետություն կերտած շենացած զարգացած մարդը նոր պետք է գան եկեք այսպես էլի Անժելա ասма բամ ձայնտակ դուք նիկոլական եք Անժելա եկեք ավելի առարկայական խոսենք այսօր ժողովուրդը եւ մեր խոսքի ավարտին ասեմ մեր ժողովուրդը պետք է ընտրություն կատարի կենսագրություն ունեցող մարդկանց եւ եւ կենսագրություն չունեցող մարդկանց կենսագրություն ունեցող մարդիկ իրենք արարել են ստեղծել են աշխատատեղ բարիք կառավարել են դա եւս կենսագրություն է Երեքի մասին որ մենք խոսում ենք։ Երեքն էլ ունեցել են։ Հիմա նայեք ում եք տալիս Փաշինյանի կենսագրությունը։ Այդ թերթի գլխավոր խմբագիր բան դրանք երկրորդական դրում ենք ընկում միակ կենսագրությունը որպես երկրի կառավարիչ մենք տեսել ենք պարտությունների շարան։ Իդեպ ասեմ ձեզ ուշադրություն դարձեք այդ առումով Փաշինյանը շատ նման է որոշ երկրի ղեկավարներին։ Հիմա թվարկեմ։ Սկսում ենք Մակրոնից։ Աֆրիկայից քանի տեղից դուրս շպրտեցին։ Այո։ Զելենսկի պարտությունների շարան։ Սաակաշվիլի պարտությունների շարան։ Ավելին ասեմ, եւ վերջում ես վերջակետը դնում եմ Դոնալդ Տրամփով։ Ինչ խոստացել է, ոչ մի բան չի արել, միայն պարտություն, պարտություն։ Դե դրա համար էլ ասում է հաղթանակը սխալ է եղել։ Արցախը մեր ամեն ինչն է, չէ՞։ Արցախը մեր ամեն ինչն է։ Այդպես, կարծում եմ այդպես։ Ոչ մեկ չի էլ խոսում։ Լավ, դուք ինչքան պիտի ապրում ակցում, ինչքան չմարդ լնեք, որ այս մարդը գերիներ ա տվել, գերիների տարապանքի մեջ Դուք էլի ուզենաք այս մարդը մնա ինչքան չմարդ էլի չմարդ Եվ պարոն Աբետյան Իրանի հետ կապված կուզենայի ձեր կարծիքը Ես կարծում եմ որ գոհ չեմ իրանց ուղարկած Հիմա խնդիրը հետեւյալն է Իրանի նախագահ կամ Գերագույն հոգևոր առաջնորդը իրենք պատրաստ իրենք հասկանում որ այս պատրաստ իրենք հաղթել են Խնդիրը Միացյալ Նահանգների ղեկավարությունն է Դոնալդ Տրամփը հանդիպելու է ունեն պայմանավորվածություն այս շաբաթ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Ինքը պետք է գնա ուժեղի դիրքերով, այդ ուժեղի դիրքերը ինչ որ պայմանագիր ստորագրած է, որը քիչ հավանական է, որ ստորագրած լինի։ Իրանին ծնկի բերել հնարավոր չէ, կենտրոնական հետախուզական վարչությունը բազմաթիվ տեղիկանքներ է տվել, ընդ որում դրա մի մասը նաև որոշակի առումով բաց աղբյուրներով
ուրեմն տպվել է, տարածվել է եւ այլն, նաեւ վերլուծականներով Միացյալ Նահանգներն այս պատերազմը պարտվել է։ Խնդիրը Տրամպի դեմքը փրկելու խնդիրն է եւ նոյեմբերին կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, որ հանրապետականը չպարտվի։ Ավելն ասեմ, հիմա Տրամպը ամենայն հավանականությամբ հաշարանում, որ Իրանի կռիվը չի կարող կանգնեցնել, ինքը հիմա գնալու է ուրիշ տեղ կռիվանի։ Կուբա, օրինակ, լավագույնս։ Կուբային գոնե հաղթի, որտեվ այն որ Մադուրոին գերեվարես տարավ, իրենք էյֆորիայի մեջ ընկան, երևի իրենց արհեստական բանականություն սարք կոչվածը տվյալների մշակման ընդհանրի գործիք է։ Այնտեղ ասեց, որ վստահաբար Իրանի վրա հարձակվում ես, գլխատում ես ու թեման փակվում է, իրենք հանձնվում են։ Իհարկե, արհեստական բանականությունը սխալվեց։ Հիմա ես կարծում եմ նույնը Կուբայի հետ է։ Եվ Աստված մի արասե, եթե Միացյալ Նահանգները թաղվի Կուբայի հետ պատերազմում, այդ ժողովուրդը կռվելու է, պարտիզանական պատերազմներին սովոր է, ինչքան էլ վերևից ռմբակոծեն, կորուստներ եւ այլն, Ես կարծում եմ գնալով Տրամպը ավելի է թաղվում մի իրողությունների մեջ, որը վերջն արդյունքում մինչև իր կառավարման ավարտը կարող է բերել ավելի վաղօրոք անվստահության կամ իմպիչմենտի գործընթացի սա լինելու։ Այսինքն անհաջողակների, պարտությունների միած շարան տարբեր նախագահներ, այդ թվում նաև Փաշինյանը։ Այսինքն սրանց ոնց որ բերում են հատուկ այդ երկիրը պարտվելու համար։ Եվ մեկը խնդրել է, որ պարոն Նահապետյանը Արարատ Միրզոյանի խոսքերը մեկնաբանի։ Ինչ խոսք։ Որ խոսքերը։ Իսկ ինչ ասել։ Կարծեմ բանի հետ կապված, որ մենք այո կգնանք։ Թող տնեն, ոնց էր բառացի ասել, մի հատ կգտնեք երեխեք բառացի։ Արարատ Միրզոյանի։ Չէ, երեք որ մյուզեումներ մոտեցել քարոզարշավի ժամանակ։ Եվ մյուզեումներ։ Այսօր էլ է խոսել։ Խեղճ Հայկ Նահապետյանը Արարատ Միրզոյանի ասածները մեկնաբանում, լավ ինչ է։ Հա։ Ասա, արի արսի բառացի ասա, կամ ասա։ Բառացի ասում, Արարատ Միրզոյանը ասել, այնա որ մենք կորոշենք, մեզ ոչ ոք չի ասել դուրս եկեք ԵԱՏՄ-ից, մենք երբ որ ժամանակը կա կորոշենք։ Այսինքն Պուտինը չպետք է մեզ ասել, Դե։ Արարատ Միրզոյանը ասող տղա է դարձել։ Իտոք տղա։ Դե դա համար երկրի վիճակն էլ է սա էլ։ Արարատ Միրզոյանը պետք է ասի։ Հետաքրքիր մարդիկ իրիկունը որ ասենք երեկոյան որ լվացում են, մաքրվում են, հայրու մեջ որ իրանց նայում են, հետաքրքիր այդ հայլու մի մասը թքի մեջ չի կորում։ Չէ։ Որ էս ինչ, էս երկնքից էս ոնց ընկավ էս իշխանությունը, էս ինչ կպնել կպավ։ Հա, կինս էս բիզնես ոլորտ, էսա պատասխանատու, ես որտեվ իրեն գիտեն իրանց թուրքերին ինչի համար են բերել։ Հա, այդ չեն տանելու մատաղացու։ Ես իմ ինչի համար են բերել։ Իրանք գիտեն, իրանք միշտ գտնում են, ամենտեղ գտնում են այդ ազգի տականքին։ Թափթփուկ անհետագից։ Հա, բայց գալու է քարը հավաքելու ժամանակ։ Թող յուրաքանչյուրը իմանա։ Հա, բայց այնպես չի, որ պետք է դուք տենց հանգիստ նստեք, մտածեք ինչ որ մեկը ձեր փոխարեն անելու է։ Այդպիսի բան չկա։ Ոչ մեկ, ոչ մի։ Այսօր ռուսը ինքը իր համար անում է, դաժե ուկրաինացին իր փոխարեն ամեն մեկը անում է։ Այնպես որ Մեր ժողովուրդն էլ, մեր քաղաքական ընդդիմությունը իր գործը պետք է անի այդքան բան։ Ես ուրիշ բան չասեմ։ Ամեն մեկ իր գործը, այո, իշխանության գործը սա է, իրենց ծառայող մանկլավիկների գործը դա է, մեր գործն է սա է։ Հիմա կռիվ է գնում, եւ այդ կռվի մեջ։ Չէ, բայց այս ժողովուրդը իր գլխի վերևը թուրքը կանգնած կրակում է, այնտեղ սպանում է, ինքը դրան չի հավատում, այնտեղ եկել է իրան խափում է, հավատում է, ինչ ասես այդ մարդը։ Դե հիմար է այդ մարդը։ Կամ ուզում է հիմար ձևանալ տականք, ոնց որ դուք եք ասում։ Հիմարա թե հիմար չի 600 քանի հազար մարդ գնաց սեպտեմբերի 21 թվականին գնաց իրան ձայն տվեց։ Գլխի վերևն է, չէ՞, բերե կանգնացրել։ Հիմա ջերմուկի գլխի վերևը կանգնած է։ Այդ հյուրանոցի տերը գրկաբաց, այնտեղ մարդ էր հավաքել, բոլոր աշխատողներին տարել էր, որ այդպես ընդունել։ Ինչ ասես այդ մարդուն։ Իրա գլխի հասկանում եմ, ինքը ուրիշ տեղ է միլիարդներ աշխատում։ Բայց իր գլխի վերևը Լավ, ես օրինակ բերեցի մեր հաղորդման սկզբից։ Գայլը, որը ունի այդ բան հիշողություն, գիտի իրենից ծնված ով է, եւ անգամ կենթանական սեռական կապի մեջ չի մտնում։ Գիտի ծնողներ ունի, որոնց պարտավոր է պահել։ Այդ առումով գայլը ամենաբանական, եթե մենք այդ պրիզմայով տեսնենք, կենթաներից մեկն է։ Որ առաջնորդում են, այո։ Եվ հիմա նայեք, սա կենթանական աշխարհի մի դրվագ, հիմա հաջորդ դրվագը ասեմ։ Հորթին տանում մորթում են, կողք այդ մորթելու ժամանակ ումից որ ծնվել է կովը արածումը։ Իսկ իրականությունից կտրված, հիմա մեկ-մեկ ինձ թվում է, թե մենք այդ իրականությունից կտրված ենք։
Դա նույնն էր 1915-ին, երբ որ մի գյուղի վրա հարձակվում են դիմադրություն, կոտորած ջարդ, մեկը մի կերպ մազապուրս փախտում էր, գնում էր ավելի բարձր լեռնային գյուղերում, ասում էր ժողովուրդ թուրքերը ռուսը կգա մեզ կփրկի, դե հայհոյեք, հետո ասեք ռուսը կգա մեզ կփրկի։ Բոլոր տականքները, հատկապես այն հակառուսական որ կա, չէ՞, տևական 30 տարի մտածա։ Գլուխը թե չէ, ռուսը կփրկի։ Ռուսը մեկը կգա։ Իսկ ինչու՞ պիտի գա 300,000 այստեղ 250,000 200 տարի առաջ թափվեց, որ մենք արուն թափվեց, չէ՞։ Հիմա հետո մենք պետականություն 4 միլիոն ժողովուրդ եղանք։ Հիմա անկախ հռչակված Հայաստանի պայմաններում այդ 1.5-ը կորավ։ Հիմա 2.5 ենք։ Հիմա էս էլա կամաց մաքրվելու։ Հիմա էսա իսկ ազգեր են եղել, որոնք կայսրություններ են ստեղծել, չկան ընդհանրապես, անունները չկա։ Ազգեր կան կայսրություններ են ստեղծել անհայրենիք տարբեր երկրներում հյուրի կարգավիճակով ապրեն, օրինակ ասորներ, ցավոք սրտի ասենք, մեր շատ մոտ ժողովուրդ, բայց ազգ կա, որը կայսրություն է ստեղծել, մինչև հիմա հավակնություն ունի եւ ամեն ինչ անում է, որ ինքը աշխարհում որոշողներից մեկը լինի։ Խոսքս Իրանը օրինակ։ Ուրիշ քաղաքացի էլ դիմացը դուրս եկավ հերիքա հողտաս։ Հա։ Այո։ Այսինքն կամաց թող փարտակ տիրոջը այս արտնությունը թող լինի։ Այո, դժվար է, որտեվ մանիպուլացված մարդուն շատ դժվար է, հիպնոսացված ազդեցության տակ մարդուն շատ դժվար է բերել այս դաշտ։ Բայց որ եկավ, ինչպես ասում են, իրանք արագ դի ճողոպրեն։ Ուղղակի, որտեղ մարդիկ հասկանում են, որից հետո է։ Հունիսի 7-ը ճակատագրական է, հարգելի քաղաքացիներ։ Մեր այստեղ ֆիզիկապես լինելու բոլոր տնտատեղամասեր մի ընտրեք Փաշինյանին առաջին պայման, եթե ավելի առարկայական անցողիկ շեմ ունեցող 3 ուժերի համարներն էլ ասում ենք, չէ՞, 3 7 17, ճիշտ եմ հիշում, չէ՞, 3 7 17 Այդպես Եվ մի խափնվեք, որ իբրև թե չգիտեմ ինչ ընդունելության է արժանանում, ինչ է, այնտեղ կարող են իսկապես, ես ասեցի, տականքներ, որ իրենց փոքր շահով են առաջնորդվում, կան այդպիսի մարդիկ էլ կամ չգիտեմ, մոլորյաններ, որ ինչ որ հուզվում են բան, հետո մեծ հաշվով դե պաթոլոգիան էլ չէ, նորմալ է, հիվանդության պես բանը, պաթոլոգիկ մարդիկ կան, որտուն տարել է, ինքը դեռ հավատում է կամ չգիտեմ ինչ։ Հիշեք, որ նաև մեծ մասին առավոտյան խոսում է այդ շրջաններից միտեղ, ասում են բոլորին անխտիր դրված է, դպրոցներ, ոնց է լինում է, էլի։ Այսինքն այդպես, եւ հետո ինչ ասում, այնտեղ ինչ են հայտարարում, որտեղ համերգ պիտի լինի։ Այսինքն մի մասը գնում է այդ թանկ հրավառություններ, համերգներ, այդ ամեն ինչին հետևելու, այնպես որ այ հիմա տեսեք Նիկոլ ինչի է բախվում, դիմացը մեկն ասում է այդ սաղ տա շպրտի մի կողմ բերիմ հայրենիքը, մյուսն էլ ասում է հողերը երիկա տաս։ Շնորհակալություն։